Բարև ձեզ, բարի գալուստ Պարզից Պարզ podcast, այսօր ձեզ հետ ես եմ Արա Չալաբյանը, Արտյոմ Զաքարյանը եւ մեզ հյուր է եկել Կարենը Վարդանյան, Ֆորմուլա VC հիմնադրամի համահիմնադիր, գործընկեր։ Բարև ձեզ, մերսի հրավիրելու համար։ Այսօր Կարեն ջան, փորձենք հասկանալ ու մեր ունկնդիրների համար մի քիչ բացել ինչա venture capital-ը, ինչի Ֆորմուլա VC։ Եղբորդ այդ podcast արել ենք, ինքը crowdfunding-ի մեջ է, դու VC-ի մեջ ես։ VC-ն ինչ է։ VC-ն venture-ային կապիտալ, հա, venture capital անգլերեն հապավում է, ու venture-ային ֆոնդ, հա, նույն ձև են ոնց որ ասոցացվում։ Եթե մի քիչ այս պատմությանը խորանանք, ոնց առաջացավ, ինչի տենց կոչվեց եւ այլն։ Երկրորդ համաշխարհայինից հետո, երբ որ սկսեց տեխնոլոգիաների պայքար, Ամերիկա, Սովետ, ցենց ինչ որ լուրջ արագ պայքար էր գնում, այդտեղ համալսարաններում որոշակի գիտելիք էր կուտակվում, որ պետք էր տենց փորձարարական ոնց որ ֆինանսավորել, հա, ու այդ գաղափարները շատ տենց adventurous էին, հա, անգլերեն բառը որ կիրառենք, տենց արկածախնդրային էին էլի իրանք, հա, այդտեղից ոնց որ այդ տերմինը այդտեղ ֆիքսվեց, էլի կարելի ասել, տենց 50-ականների կեսերի, որ այս venture capital-ը էլի։ Այս տարբեր բաներ եմ կարդացել, այդ թվում այդ հենց այդ արկածախնդրային կամ venture բառի ակունքները շատ ավելի հետ է գնում։ Միգուցե, բայց ակուլա բռնողների բանի այդ տիպի էլի։ Այդ երևի բառի ծագումնաբանությունն է։ Չէ, ոչ միայն բառը, այլ ինքը հենց գաղափարը, որ ակուլա որսալը բավականին ռիսկային բիզնես էր ու մարդիկ այն որ փող էին դնում այդ ակուլա բռնողների, շնաձուկ բռնողների վրա ու գիտեին որ կարող ինչ-որ մի մասը հետ չգան, ոնց որ Դե կարդացել եմ էլի Նորվեգիայի բանի կողմերը։ Կարող լինի այդ պատմությունները, բայց ակուլայի յուղը բավականին թանկ էր, լուրջ փող էին դնում։ Ու գիտեին որ ինչ-որ մասը կարող է հետ չգան։ Նու որպես ոնց որ կապիտալի գործիք, հա, այդ ժամանակ ձևավորվեց, անունը տենց տարբեր բաներ կա, ոնց որ թեորիաներ են։ Մի հատ էլ ոնց որ հարց կա, որ ոնց որ հավի ձվի պատմությունա, private equity-ից է առաջացել venture capital-ը, թե venture capital-ից է private equity-ն։ Իհարկե private equity-ները դի բացատրենք։ Այդտեղ իմ կարծիքով չկա հավի ձվի պատմություն, որտեղ բան, հա, venture capital-ը շատ ավելի փոքր ու մի քիչ ավելի ուշ ձևավորված asset class-ը, հա, ոնց որ ակտիվի պնդումները կա։ Private equity-ն կարելի ասել էլի իր ոնց որ ոչ երևի այդ անվանումով կամ բան, էլի շատ վաղուց ոնց որ կիրառվել էր, հա։ Այսինքն, այստեղ եթե խոսում ենք ու տեխնոլոգիաների մեջ ներդրումներ անելու տեսանկյունից, հա, այդ շատ ավելի ուշ է ձևավորվել էլի ու այդ 50-ականներին որ ասում եմ այդ պատմությունը, հա, այդտեղ արդեն ոնց որ շելը ինքը ձևավորված որպես ներդրումային գործիք չէր, հա, ուղղակի տենց ասենք համալսարանների կողմից ֆինանսավորվող, երբեմն պետության կողմից ասենք ֆինանսավորվող գործիք էր, բայց ինքը դառավ տենց ակտիվ ու ֆոնդեր սկսեցին շատանալ 70-ականների կեսերին նոր էլի, մինչև այդ ինքը տենց համալսարաններ տեխնոլոգի տրանսֆեր վիճակում էր, հա, կարելի ասել։ Ու նմանությունները, եթե թույլ տաս, ես ասեմ private equity եւ venture capital-ը երկուսն էլ ոնց որ կան այդ առանցքային գործընկերները, հա, general partner-ները եւ կան սահմանափակ գործընկերները, limited partner-ները, հիմնական գործընկերները ոնց որ գումարը բերում են, private equity-ն շատ ավելի լայն է, այսինքն ինքը մենակ տեխնոլոգիական չի, սովորական ընկերությունը կարան ունակ կապիտալի շուկայից բաց բաժնետ իրական ընկերությունը առնեն, դարձնեն private կամ փակ, ինչ-որ բաներ փոխեն, կապիտալի կառուցված, պարկ, չգիտեմ, մենեջմենտը բարելավեն, փաթեթավորեն, դրանք 5-10 տարի հետո նորից վաճառեն ու ոնց որ այդ շահույթը կիսվեն։ Venture capital-ն էլ նման լոգիկա ունի, ուղղակի ռիսկերը ու ավելի շատ ստարտափների հետ գործում է, էլի։ Ու անհամեմատ են ռիսկերը ու նաև ժամկետները ու ընդհանուր բնույթը, հա, կարելի ասել, որտեվ venture-ային կապիտալում պարտադիր է տեխնոլոգիական կոմպոնենտը պետք է ներկա լինի, հա, եթե խոսում ենք ստարտափների մասին ու ամենակարևոր գործոններից է արագությունը կամպանիաների աճի, հա, թե ինչ հնարավորություններ կան, ինչ պոտենցիալ կա, որովհետև հա ռիսկերը շատ են։
այդտեղ ներդրումները արվում են տարբեր փուլերում, հա, տենց էլի անգլերեն տերմինոլոգիան որ կիրառենք, այնտեղ կա pre-seed, seed, series A, series B, այսինքն փուլային թե ինչ Ինչը սերնային, սաղմային, հայերեն թարգմանել ենք նախասաղմնային, սաղմնային, series A-ին, ոնց որ չենք թարգմանել։ Իսկ իմաստն այն է, որ կամպանիաները նոր են ձևավորվել, ինչ որ գաղափարի շուրջ, փորձել են ինչ որ գործ անեն, հա, ինչ որ բաներ կպցնեն իրար, այդ համարում ենք այդ նախասաղմնային վիճակը, որ հələ աքսելերատորներ կան, չէ։ Այո, աքսելերատորները կան, աքսելերատորները մի քիչ ավելի ուշ են գալիս, այսինքն այդ նախասաղմնային փուլում ավելի շատ ինկուբացիոն շրջան է տեղի ունենում։ Ինկուբատորներն Հա, ինկուբատորներ են, որոնք հավաքում են իրար գլուխ ինչ որ թիմեր, ինչ որ գաղափարների շուրջ ու փորձում են այդ գաղափարները իրագործեն, հա, ասենք այնտեղ MVP սարքեն այդ minimum կենսունակ viable product, այսինքն minimum կենսունակ product-ը սարքեն։ Կատարելության չեն ձգտում, էլի մի բան որ կարաս այնքան որ աշխատացնես, դնում ես շուկա, հետո սկսում ես իրան արդեն agile այսպես ասած։ Այդ MVP-ից հետո արդեն փորձում ես բիզնեսը զարգացնես, հա, այսինքն ինչ-որ գաղափար ունեիր, որ հնարավոր է, ասենք, չգիտեմ, այսինչ ծրագրի միջոցով ինչ-որ խնդիր լուծել, այդ ամենաառաջնային վիճակը սարքում ես, որ հա հնարավոր է կոպիտ ասած լուծել այդ խնդիրը, ու դրանից հետո արդեն մտածում ես, եթե այդ խնդիրի լուծումը կա, հա, ոնց ենք բան անել, իրան բիզնես սարքելու։ MVP գաղափարը ով է առաջ բերում, հենց հիմնադիր ընկերության, թե ինչ-որ խումբ, որը աշխատում է։ Չէ, հենց ընկերությունն է, ընկերության հիմնադիրներն են առաջ բերում, սովորաբար ստարտափներում այդ ամենասկզբում հենց հիմնադիրներն են լինում, հա, այդպես մեծ թմեր չեն լինում, ասենք 2-3, կարող է 5 հոգով հավաքված լինեն, սկսած լինեն, ու այդտեղ լավ բան նշեցիր, որ ում են ծախելու, հա, այդտեղ այդ է Հավիծովի պատմությունը, որ սովորաբար ավելի արևմտյան կողմը, հա, աշխարհի ոնց որ ավելի ծախող են իրանք, մեր մոտ ավելի շատ ծարկող։ Այո, ոնց որ իրանք արդեն որոշում են ում են ծախելու, հետո նոր սարքում են։ Մենք այդպես խնդիր ունեինք մի ժամանակ, հիմա մեր մոտ էլ է փոխվել, որ մեր մոտ սարքում էին, բա հիմա պետք է ծախենք, հետո էին որոշում, հա, օրինակ այդպես խնդիր կար, ավելի ոնց որ ինժեներական mindset-ներ գերակշռում, քան թե բիզնես, հա, ու այդ founding թմերի, հիմնադիր թմերի կառուցվածքն է, որ նայում էիր, ասենք 3 ինժեներ էին կամ չգիտեմ 4 ինժեներ էին, ամերիկական կառուցվածքը որ նայում էիր, ասենք 2 ինժեներներ, 3 բիզնեսի մարդ, ասենք, էլի, որ արագ կարողանան վաճառեն, որովհետև էլի, հա, ոնց ասեցի, ստեղ արագությունը շատ կարևոր է, որտեվ եթե ինչ որ իրոք մեծ խնդիր ես գտել, մեծ խնդրի լուծում ես գտել, շատերը փորձելու են հետևիցդ հասնեն, իսկ շատ ավելի հավանական է, որ հենց քո այդ միաժամանակ արդեն սկսել են ինչ որ բան սարքել, հա, իրարից անկախ, որտեվ խնդիրը կա, ասենք ինչ որ մարդիկ նկատել են այդ խնդիրը, ուզում են լուծեն, ու այդտեղ ով արագ վազի, իրան չի ուտելու, էլի, ոնց որ բացի ամեն փողս վառում, չէ։ Այդ բնականաբար ու դրա համար էլ հենց առաջագալի այս վենչուրային կապիտալի պահանջը, հա, ոնց որ պետք է լինի ու ընկերությունները այդ սկզբնական շրջանում, երբ որ ֆինանսական որպես այդպեսին ցուցանիշներ չունեն, հա, այտենց կազմակերպությունը կառուցվածք չունի եւ այլ, հա, այտենց ինչ որ ընկերներով կամ գաղափարակիցներով հավաքվել ինչ որ բան է սարքել, այդտեղ պետք են հենց այդ ոնց որ ռիսկով կապիտալն է պետք, որ գա ու ֆինանսավորի այդ ընթացքը, չէ, 3F-ի կանում, ասում առաջինը ֆինանսավորում է, 3F-ը կա, 3F-ը Family, Friends and Fools, հա, այդտեղ բանը, հա, այդ ֆուլերին շատ սիրելով են ոնց որ ասում fools, որտեվ այդ բաներն են, էլի մարդիկ սահմանափակել։ Այո, մարդիկ են, ովքեր ոնց որ հասարակության աշկին հիմարներ են համարվում, որ հավատացել են այդ գաղափարին, էլի կոպիտ ասած, բայց իրանք շատ կարևոր դեր ունեն։ Իրանքից հետո գալիս են հրեշտակ ներդրողները, հա, մի քիչ ավելի տենց մի քիչ ավելի ինստիտուցիոնալացված ոնց որ ներդրողների խումբ է, որոնք էլի տենց պրոֆեսիոնալ ներդրողներ են, անհատներ, ոչ թե կազմակերպություններ, ովքեր սովորաբար էլի տեխնոլոգիաներից են գալիս, հա, ինչ որ փորձ ունեն, ինչ որ հրեշտակ ներդրողի ու venture-ի տարբերությունը որն է։ Այնտեղ անհատական ներդրումներ են, այսինքն ամեն մարդ, ամեն հրեշտակ իր համար որոշում է, այստեղ ներդրում անի թե չանի, իսկ venture-ային կապիտալը, էլի ոնց ներկայացրեցի private equity մոդելով, ունի կառավարիչ, ունի ներդրողներ
ու այդ ներդրողների գումարը կառավարիչը կառավարելով ինքն է որոշում սովորաբար, հա, ինչ որ investment committee-ների միջոցով։ Հրեշտակները իրանց փողն են դնում, իսկ venture-ը ուրիշից էլ է փող։ Այո, իրա եւ ոնց որ այլ ներդրողների ու ունենք նաեւ բանի տարբերություն, հա, ռիսկի ախորժակի, թե երբ են մտնում կոպիտ ասած կամպանիաների ներդրումային փուլերի մեջ, հա։ հա։ Հայաստանում ունենք հրեշտակներ։ Ունենք, նստած է։ Բա Քո դեմը նստած է։ հա, ոնց որ տևերը չի։ հա, սովորաբար ցույց չեն տալի։ Իսկ բանան ես full angel են, չէ։ Բանան առաջի angel network-ներ Հայաստանի, Այկա, չէ, կա Այկա, Կաստան, դու Այկայի member ես, չէ։ Արած բանայի member-ը դառնաս։ Հա, մի քիչ բան անեմ։ Ես ճիշտ ասած ինձ համարում եմ fully ու angel investor-ի արանքում դեմ այդտեղ հնգած երևույթ։ Հա, ոնց որ ամեն մեկը իր բնորոշումը կարա ունենա իր համար, որ ինքը ինչ չափի հրեշտակ է, որ բանում է, երկնքի որ բանում է, շերտերում է, բայց հա, իմաստն այն է, որ այն ամենասկզբում, երբ որ հələ այդ շատ նոր վիճակ է, հա, այսինքն հələ այդ գաղափարային վիճակներն է բան, կան որոշակի ներդրողներ, ովքեր իրանք արդեն անցել են որոշակի ճամփա, կարող է հենց այդ նույն ոլորտում ինչ որ գործ ունեն արած, ինչ որ գիտելիք ունեն եւ այլն, իրանք են գալի կպնում այդ թմերին որպես հրեշտակներ ու օգնում են իրանք ոնց որ ոչ միայն գումարով, այլ նաեւ գիտելիքով, իրանք կապերով, ինչ որ այլ ռեսուրսներով, որ առաջ տանեն կամպանիային, հասցնեն արդեն ինստիտուցիոնալ մակարդակի, որտեղ արդեն VC-ները կգան ինվեստ կանեն։ Իսկ դուք երկրորդ ֆոնդ չեք գրանցեցիք։ Մենք երկրորդ ֆոնդը սկսեցինք։ Առաջինը, այսինքն լրիվ տեղաբաշխեցիք։ Այո, առաջինը 21 թվին էինք սկսել, $7 միլիոն դոլարանոց ֆոնդ էր չափը ու այդ ամբողջությամբ տեղաբաշխեցինք արդեն ոնց որ ակտիվ ներդրումային փուլը բրծավ, հա, այդ active investment period-ը 22 ստարտափում ներդրում արեցինք։ Միջինը ինչքան եք ներդրել։ Միջինով մոտ 200-250 հազարի կարգի գումարներ են։ Իսկ միջինը ինչ մեդիաններ են։ Փայլը շատ տարբեր են, եթե միջինով նայենք, երևի տենց մի 2-3%-ից պակաս կարելի ասել։ Հա, պակաս ու այդտեղ կարևոր բան կա, շատ փոքր, որտեվ մի քանի գործոն կա, հա, այսինքն այդ գնահատականները որոշելու, ինչ փայս ուզում, ինչի ես այդքան ուզում, հա, ու մեր ֆոնդի ստրատեգիան հետեւյալն է, որ մենք փորձում ենք exit-ները անենք, այսպես ասած, secondary sale-երով, հա, այսինքն երբ որ ինչ որ փուլում մեր ունեցած փայը վաճառում ենք ավելի խոշոր ֆոնդերի կոպիտ ասած, հա, որ հետաքրքիր է ավելի ուշ փուլի ստարտափներ, հա։ Իսկ դրա համար դու ավելի Իսկ դուք սաղմնային եք մտնում։ Սաղմնային կամ նախասաղմնային մտնում ենք, Սերիա A չեք հասնում։ Սերիա A առաջի ֆոնդով չենք մտնում, մտնում ենք այն ժամանակ, երբ որ մեր կամպանիաներից մեկը անում է Series A, այդտեղ իրավունք ունենք ավելացնենք մեր փայը, հա, կոպիտ ասած investment-ը, այս մի դեպք ունեցանք արդեն անցած տարի, բայց գաղափարը այդ է, որ մենք ունենք այնքան փոքր կոպիտ ասած, որ համ հիմնադիրներին չխանգարենք, համ էլ հա, ոնց որ ավելի տենց ախորժելի կտոր լինենք այդ հետո մտնողների համար։ Բայց այդ դեպքում դուք կարողանում եք ազդել շուտ որոշումների բանի վրա թե ֆորմալ առումով այնտեղ բորցիթեր կամ ինչ որ կազմակերպային իրավական կառուցվածքում տեղ չունենք ու չենք էլ ուզում ունենանք այդ սկզբնական փուլերում, որտեղ այդտեղ ինչքան այդ կառուցվածքով ծանրացնում ես կոպիտ ասած այդ կազմակերպությունների օպերացիոն վիճակը, այնքան դանդաղում է, հա, գործերը, բայց այնտեղ էլի անընդհատ ասենք որ արագությունն է կարևոր ու արագ պետք է ինչ-որ բան սարքեն, մտցնեն շուկա, փորձեն, չստացվի, նորից փորձեն, ինչ-որ մոդելներ փոխեն եւ այլ։ Այդտեղ մենք լնում ենք ավելի շատ advisory դերում, հա, այս խորհրդատուի դերում ենք լնում ու մեր կոնկրետ մոտեցումը ֆորմուլա VC-ում այնա որ մենք շատ մտերիմ հարաբերությունների մեջ ենք հիմնադիրների հետ, հա, այդ բանով տենց ասում ենք ոնց որ տենց մեծ ախոր դեր ունենք, էլի կոպիտ ասած, որ խաշուտելու եք գնում։ Եվ խաշուտելու ենք գնում եւ ոնց որ լավ առիթներով եւ վատ առիթներով միշտ հավաքվում ենք իրար գլուխ, հա, ու որ կապ չունի, ասենք, այնտեղ չգիտեմ, անձնական խնդիրներից մինչեւ գործնական, ասենք, ինչ որ կենցաղային հարցեր կա, միշտ գիտեն մեր հիմնադիրները, որ կարան մեզ ցանկացած հարցով դիմեն, եթե ոնց որ լուծումը չտանք, իրար հետ ոնց որ կնստենք բան կանենք, էլի կլացենք կամ գնանք խաշուտելու, տես մի քիչ թեթևանա էլ իրավիճակը։ Ոնց է
կարողանում գնահատել, որ օրինակ հիմնադիրները ոչ թե ուղղակի փող են քերում, այլ իրականում հենց դա potential viable business, այսինքն բիզնեսը որը առաջ է գնալու։ Շատ լավ հարց է։ Այն ամենասկզբում բիզնեսի կոմպոնենտը շատ ավելի փոքր է, քան հենց հիմնադիրների ով լինելը, հա։ Հիմնադիրների բնութագիրը կոպիտ ասած, իրանց սկսած, չգիտեմ, ասենք այն բակում իրանց անցկացրած ժամանակից մինչև մեր օրեր, մինչև այդ պրոյեկտին թե ինչի են անում, հա, դոսիե է հավաքում։ Հա, ինչը որ մեր ոնց որ այդտեղ միած շեղվեմ, ասեմ մեր ֆոնդի ոնց որ թեզիսը որն է, մենք ասում ենք մենք ներդրում ենք անում հենց հայ հիմնադիրներով ստարտափներում ամբողջ աշխարհից, հա։ Ու ինչի հենց հայ հիմնադիրներով, ու մի քիչ եթե ավելի լայնացնենք, ասում ենք այս network-ի միջոցով, էլի, որ հայության մեջ միշտ կարաս իմանաս մարդու ոնց որ անցած ճանապարհը, հա, ամենայն մանրամասնությամբ։ Ճապանիշներ ունենք, ասենք մեկը հայ եղավ, երկուսը հայ չեղան։ Կախված է ինչ կշիռ ունեն, հա, կոպիտ ասած կամպանիայում, ինչքանով են ոնց որ հավասար համահիմնադիրներ, մի խոսքով էս մասը, հա, այսինքն այդտեղ էլի որոշումների կայացմանն է հանգում, թե ով ինչ կարա փոխի, հա, այդտեղ, ու այդ առումով տենց ցա, դասի ենք կազմում ճակերտների մեջ, ու մի հատ էլ տենց կարևոր փուլ ունենք մեր ոնց որ որոշումների կայացման մեջ, այդ due diligence-ի process-ում, due diligence-ը հայերեն ոնց ասում են, պատշաճ ուսումնասիրություն, հա, այդ process-ում մի հատ տենց վերջի փուլ ունենք, ու էդ էլ էլի ոնց որ տենց բան ունենք, տողատակերում ասում ենք մենք ներդրում ենք անում drinkable founders, հա, այդ հայերեն ոնց որ բառացի չենք կարած է թարգմանենք, միշտ անգլերեն ենք ասում, խմբող բաների հիմնադիրների մեջ, ու այդ sense փաստացի գնում ենք խմում ենք իրար հետ, էլի։ Գնում ենք խմում ենք իրար հետ, ու այդտեղ ինչի է կարևոր, նախ շատ երկար ժամանակ ենք իրար հետ անցկացնելու ու իրար հետ երկար ճամփա ենք անցնելու, այդ ճանապարհի ընթացքում ինչ ասես ըլնելու է, էլի, հա։ Դժվարություններ, բարդություններ, հաջողություններ, ինչ ասես ըլնելու է, պետք է իմանաս ում հետ ես գնում այդ ճամփեն, ու այդ խմելու իմաստն ինչն է, որ բոլորը ինչ որ բաներ ունեն, էլի, ոնց որ տենց ֆիլտրեր ունեն, հա, իրանց կյանքի ընթացքում ձևավորված եւ այլն, ու այդ միջավայրում այդ ֆիլտրերը հիմնականում ոնց որ ընկնում են, էլի, ընկնում են ու կարողանում ես տենց ոնց որ ֆիլտրերի մեջով տեսնես մարդուն, հա, կոպիտ ասած, ու այդտեղ հետաքրքիր բացահայտումներ կա այդ տեխնոլոգիան, թե դուք եք գնալ այդ խմելու։ Այդ տեխնոլոգիան չգիտեմ ճիշտ ասած, չեմ ուսումնասիրել։ Հա, կոպիրայթ արեք, դե տենց ինչ որ խմելու շուրջ գործարքներ կազմելու կուլտուրա է տենց որպես այդպեսին կա իստում, հա։ Բայց մեր համար է շատ կարևոր է, էլի, հա, կոպիտ ասած, ու տենց դեպքեր ենք ունեցել, որ բաց ենք տվել այդ փուլը ու հետո լավ չի եղել կոպիտ ասած, հա, ինչ որ բաներ են բացահայտվել, որ ասենք մի քիչ ուշ ենք արել այդ գործողությունը ու հասկացել ենք, որ սխալվել ենք, ասենք, էլի, այսպես բաներ էլ ա եղել։ Սխալվելու հավանականությունը փաստացի, հա, ինչքան է։ Փաստացի շատ բարձր է, եթե սխալվել, ասում ենք նկատի ունենալով կամպանիաների ֆեյլերներ էլի, հա, հատկապես, այո, հատկապես այդ pre-seed ու seed փուլերում, pre-seed-ում երևի տենց միջին հավանականությունը կարող է տենց 90%-ի կոմերը լինի, seed-ում մի քիչ ավելի քիչ, 10-ից 9, այո, զրոյանան, բայց այդտեղ գալիս է արդեն թե կոնկրետ դու ոնց ես անում այդ գործը, հա, միջիններից շատ շեղումներ կան, այդ սպեկտրը շատ մեծ է, օրինակ ինչքանով ես ուշադրություն դարձնում այդ հիմնադիրները, ինչքանով են էքսպերտ այդ ոլորտում, որտեղ որ սկսել են, հա, այդ գործը, իրանց փորձը ինչ է, լսել են այդ խնդրի մասին, թե իրանք առնչվել են, ասենք, փաստացի, տեխնոլոգիաների առումով ինչքան տաղանդավոր են, հա, ինչ կարան սարքեն, ինչ խորությամբ պրոդուկտ կարան սարքեն, հա, ու ինչի եմ ասում, որ հիմնադիրներն են շատ կարևոր այս ամեն ինչի մեջ, որտեվ էլի, հա, ստարտափը նորարարություն է, ու նորարարությունը ամբողջ աշխարհում, հա, այսինքն տենց ինչ որ լոկալ ու ռեգիոնալ բաներ մենք չենք նայում ենք, որ տենց համաշխարհային նշանակության ինչ որ գլոբալ խնդիրներ լուծեն, ու այդ ճանապարհը շատ դժվար է, մենք ասում ենք ոնց որ ամեն ինչ փորձում է քեզ սպանի, հա, այդ ճանապարհին, հենց դու սկսում ես այդ օրվանից քեզ փորձում ես սպանել բոլորը, ու պետք է այնքան ոնց որ տոկուն ու ճկուն լինի այդ հիմնադիրը կամ հիմնադիրների խումբը, որ կարողանան այդ
ճանապարհով նավիգացիան ճիշտ անեն, հա, այսինքն որոշումները ճիշտ կայացնեն, նույնիսկ այն որոշումը, թե ոնց որ հերիք է, արդեն պետքա կանգնել ուրիշ բանով զբաղվել, հա, դա շատ կարևոր որոշում է, որ պետքա ճիշտ ժամանակին կայացնել, էլի, հա, դուրս գալ ու այդտեղ արդեն հարաբերությունը ներդրողների հետ շատ կարևոր է, թե կոմունիկացիան ոնց է գնացել, հա, ինչքան էին տեղյակ ներդրողները, որ ինչ-որ մի բան այն չի գնում, ասենք ոնց են ֆեյլանում, էլի կոպիտ ասած, այդ ֆեյլաներն էլ պետք ճիշտ անել, հա, որ վերջում ոչ մեկի մոտ այտենց ցավացող վերք չմնա, էլի, կամ այտենց առնակամնող, որտեվ եթե տաղանդավոր ժողովուրդ են, տաղանդավոր թիմ են, ինչ որ բան սարքել են, չի ստացվել, ու բոլորը գիտեին ամենասկզբից, որ հավանականությունը մեծ է, որ չստացվի, շատ հավանական է, որ մի հատ ուրիշ բան կսկսեն, որը կարա ստացվի, էլի։ Ու եթե ոնց որ ճիշտ ֆեյլ չես արել, կոպիտ ասած, ասենք, ինչ որ ծածկա դմփոստներ ես արել, խաբել ես եւ այլ, էլ քեզ ոչ մեկ չի վստահի հաջորդ անգամ, էլի։ Իսկ վստահությունը հատկապես այս գործի մեջ, բոլոր գործերում, այդ հատկապես այս գործի մեջ, երևի տես 300 անգամ ավելա, քան ավելի մեծ դեր ունի, քան ցանկացած այլ ոլորտում, էլի։ Արան, իսկ դու HSBC ես, չէ՞, աշխատել ինչ է։ HSBC 2008 թվականին ընդունվեցի, հələ ուսանող էի, այն ժամանակ բաժին ունեին, կոչվում էր Financial Control, այդ Financial Control-ից սկսեցի ու 2018 թվին դուրս եկա, 18 թվին բանկը տենց շատ կոնսերվատիվ ռիսկերը զսպող կառույց է, էլի, ոնց տենց բանկից անցար շատ բարձր ռիսկային ոլորտ։ Օգնել էր, թե հատկապես բանկի financial control-ից է առավել եւս։ Դե ինքը կարելի ասել լավ դպրոց էր, այդ ամեն ինչը պատկերացնելու համար, հա, այսինքն ռիսկային չէ, ոնց կարելի է իրան զսպել, ոնց կարելի է կառավարել եւ այլն, վերջում գնումների բաժինն է ղեկավարում, վերջի գործս ու այդտեղ էլ, հա, անընդհատ ոնց որ risk management ունեինք, տենց խորանում էինք, ուսումնասիրում էինք, ահագին հետաքրքիր տենց դպրոց էր, բայց հա, ոնց որ ինչ որ մի բան պակաս էր, հա, իմ կյանքում կոպիտ ասած, ու այդ հենց համընկավ այն ժամանակի հետ նշեցիր Նարեկին, երբ որ իրանք սկսում էին այդ crowdfunding ֆորմուլան, այդտեղ այդ ընկերությունը սկսելուց մի հատ հետաքրքիր խնդիր էին նկատել, որ այդ կեմպեյնների հիմնադիրները, ովքեր որ crowdfunding-ով են մտնում շուկա իրանց ապրանքները, սովորաբար ինչ որ ակնկալիքներ ունեն, ինչ որ բյուջե են նախատեսում մարքեթինգի համար, որը որ եթե այդ կեմպեյնը լավ է գնում, շատ արագ վերջանում է, հա։ Շատ արագ վերջանում է ու շատ մեծ պոտենցիալ է կորում այդ կեմպեյնների մեջ, ու այդ խնդիրը հարց չէին կարող լուծեն, հա, ինչ որ անընդհատ փող էր պետք գնում, չգիտեմ, այնտեղ ինչ որ angel investor-ների են դիմում, երկար ժամանակ էր տևում, այնտեղ բանկերին եւ այլ, դա օրերի ժամերի հարց է, էլի, եթե այդ մոմենտում ասածը կորում էր, всё, արդեն ընկավ այդ կեմպեյնը, ինչ որ ներքևի դաշտ էր։ Այդտեղ ես էլ տենց ոնց որ մեր այդ ընկերության ֆինանսիստն էի կոպիտ ասած, հա, ամենաշատ խորացածը, տես քննարկում էինք ոնց կարելի է այդ հարցը լուծել, ինչ կարելի է անել, մտածեցինք մի հատ ներդրումային ֆոնդ բացենք այդ ժամանակ, այդ իմ առաջի փորձն էր տես ներդրումային ֆոնդերի հետ շփվելու, առնչվելու, բացեցինք Sprint ֆոնդը։ Այդ Sprint ֆոնդով տես կարճաժամկետ ֆինանսավորում էինք անում այդ crowdfunding անող ընկերություններին, Պարտքային թե equity։ Պարտքային, չէ, պարտքային, մտածում էինք ինչ որ պահի որ կարելի է equity էլ մտնել բան, տենց ինչ որ գործիք էինք գծել, բայց այդ տենց էլ չաշխատեց։ Պարտքային ֆինանսավորում էինք անում, տենց bridge loan էինք դնում։ Հետո հենց ոնց որ այո, հենց ավարտվում էր այդ կեմպեյնը, հաջողությամբ պսակվում էր մեր ոնց որ կրիտերիաներին համապատասխանում էր, successful էինք աշխատում։ Այդ հաջողության բացի տոկոսից նաև success։ Չէ, այդ տոկոսը ինքը իրանով հենց success-ին էր։ Islamic finance են արել։ Հա, ասում տոկոսով չեք տվել փողը, success-ը։ Ինքը ոնց որ այդտեղ ռիսկային էր, որ եթե ինչ-ինչ պատճառով fail լինի այդ բանը, իսկ ով էր փողի աղբյուրը համաձայն էր, որ էլի ներդրողներ, հա, ներդրողներ հավաքեցինք մեր շուրջ, իրանք համաձայն էին պարտքով տալ գումար ու իրանք ներդրում արեցին ֆոնդում ու ֆոնդը այդ մոդելով արդեն ոնց որ ֆինանսավորում էր ընկերությունը։ Իրանք գիտեն, որ ֆոնդը տենց է ֆինանսավորում, բարձր գիտեին։ Կարելի է քան է վենչուրային հիմնադրամ ունենք Հայաստանում։ Հայաստանում գրանցված եթե նայենք, մենք ենք ու Գրանատուսը
ու Բայց դուք ստեղ եք գրանցել։ Գրանատուսը շուտ է, չէ՞ գրանցել։ Գրանատուսը առաջի առաջիններից է, ներդրումային ֆոնդն է վենչուրային, այն ժամանակ էլ այդպես ներդրումային ֆոնդ կատեգորիա չունեինք, ՓԲ-եր էլի այն ժամանակ որ կարողանար աշխատեր, կորպորատիվ տենց ֆոնդեր, հետո արդեն որ օրենքը եղավ ներդրումային ֆոնդերի եւ այլն, տենց սկսեցինք ներդրումային ֆոնդերով առաջ գնալ, բայց Հայաստանում գործող ունենք նաեւ Big Story VC-ին, ունենք Smartgate VC-ին, ունենք Triple S Ventures-ը, Արտենք, աշոտենք, Triple S-ը Ավակն ու Հակոբն են այդ Sevan Startup Summit-ը, հա, իրանց ոնց որ նախաձեռնած ֆոնդն է, մենք ենք մի հատ էսա, այսինքն Գրանատուս Գրանատուսը համքարություն ունեք, Union չունեք, որտեղ Union չունենք, թարգմանած տերմիններ ասեցիր, մասկան դուք եք թարգմանում, թե տենց համայնքի համար մենք ենք թարգմանում, այդ համքարությունը այս վերջերս այն ինչ որ քննարկման առարկա է դառնում, հա ուզում ենք ինչ-որ ասոցիացիա բացենք, հավաքում ենք իրար գլուխ, որոշում ենք հաջորդ քայլերը, հետո գնում կպնում ենք գործերին, տենց առաջ չի գնում, բայց ինչ որ տես գաղափարներ կա արդեն, էլի պետք է այդ էլ ունենալ։ Այդ 5 իրար այդ մոտավորապես ընդհանուր ակտիվների ծավալը ինչքան է։ Շատ մոտավորապես կարամ ասեմ, որտեղ ֆոնդեր կա, չգիտեմ, բայց 40 միլիոն Գրանատուսը մի քանի է, չէ՞ ունի։ Գրանատուսը 2 ֆոնդ ունի այս պահին, մենք 2 ֆոնդ ունենք, Big Story-ին մի ֆոնդ ունի, Smartgate-ը կարծեմ էլի 2 ֆոնդ ունի, Triple S-ը հələ որ մի ֆոնդ ունի։ Երևի տենց 50-ից 70-ի արանքում էլի կարող մի քիչ տենց անկապ range ենք ասում, բայց տենց եկեք համարենք 70 միլիոն դոլար։ Իսկ ասենք մեր չափի երկրներում այդ շուտ տրենդ է, թե մենք այնտեղ ոնց որ առաջ ենք գնալ։ Հայկական կոմպոնենտ կա։ Մեր երկիրը մի քիչ սպეციფიկ է այդ առումով, որտեվ եթե նայենք մեր էկոնոմիկան բնակչությունը, հեսա կասեմ, այդ առումով մենք շատ փոքր ենք, բայց մենք ունենք Սփյուռքը, որը մեզ շատ մեծացնում է, հա, ու մեր հենց այդ ոնց որ թեզիսը ասում էի, որ ամբողջ աշխարհից հայ հիմնադիրներում ենք ներդրում անում, այդտենց դրա համար է։ Big Story-ն էլ է տենց, չէ՞։ Big Story-ն էլ է տենց, ու այդ նրանից է, որ հայերը տենց ձեռնարկատիրական ջիղ ունեն ու ինչ որտեղ եթե ինչ որ բան սկսում են, հիմա նենց է դառել, որ մենք դառել ենք տենց գրավիտացիոն կենտրոն, էլի, գալիս են ինչ որ ձևով մեր մոտ են հայտնվում ու արդեն եթե թեզիսին համապատասխանում են ինչ որ կրիտերիաներով բավարարում են, ներդրում ենք անում, տենց ունենք, ասենք, ստարտափներ UK-ից, Գերմանիայից, Ամերիկայից ունենք բազմաթիվ, երկրորդը 15 միլիոններ։ Այս երկրորդը 30 ենք ուզում ռեյզ անենք, 30։ Հələ անում ենք, հա։ Առաջին ասել 7։ Առաջինը 7, այս նոր ենք սկսել, այս երկրորդը, անցած տարվա վերջին տենց սկսեցինք օպերացիոն մասը, մի քիչ շուտ ավելի գրանցել էինք, ու հիմա տենց համ ոնց որ fundraising ենք անում, համ ներդրում ենք անում զուգահեռ, արդեն 6 ստարտափում ներդրում ենք արել, երկրորդով, հա, հələ չենք հայտարարել որ մեծ մասին, բայց տենց երթով հայտարարելով կգնանք։ Իսկ քանի խմող կա ձեր մոտ։ Բոլորը էլի։ Դե հայ տնօրական աշխատող կա։ Չէ, խմելուց խմում ենք ես ու Գոկորը, մեր մյուս ոնց որ համայնքնատիրը, ավակ խմողության, հա, այդ ոնց որ պաշտոնը չենք զիջում ոչ մեկին, նաև այսինքն junior staff-ը իրավունք չունի խմելու։ Իրականում տես junior staff որպես այդպեսին չունենք էլ, ունենք մեր investment team-ում նաև Սոնան, որ էլի partner-ը ֆոնդում Բրեզիլյան, բայց Սոնան դեկրետում է, ոնց որ այդ պատճառով ոնց որ բան է, պաուզաներ է իր մոտ լնում, բայց էլի հա, ոնց որ մեր այդ թիմի նաև կարկառուն ներկայացուցիչն է կարելի ասել ու չգիտես ինչ եմ հարցնում, օրինակ բանկ աշխատացնելու համար բավականին բարդ ստրուկտուրա է պետք, հիմա այստեղ ոնց որ գումարները մեծանում է, բայց ինքը այդպես բավականին էֆեկտիվ է, էլի։ Հա, իրականում բավական էֆեկտիվ է ու այդ գումարները մեծանալով ինքը հələ այն մեծ գումարները չի, որ ոնց որ համարվի այդպես մեծ վենչուրային ֆոնդ, հա, կոպիտ ասած, ֆոնդերի կա, չէ՞, ոնց որ ավելի մեծերը ֆոնդերի կան,
հիմնականում Եվրոպայում է տարածված, Ամերիկայում է կա, բայց ավելի շատ ոնց որ Եվրոպայում ենք նկատում ավելի ակտիվ ու բայց կան նաև շատ շատ խոշոր հենց վենչուրային ֆոնդեր էլի, ասենք այնտեղ այդ ոլորտի առաջատարները, Sequoia-ն, Andreessen Horowitz-ն, Founders Fund-ն, որ այնտեղ միլիարդներով է, էլի, այդպես տասնյակ միլիարդներով է չափվում գումարները 2021 տենց 19-ից 21 թվականներին նաև ահագին private equity ու hedge fund-եր, ոնց որ STP, ոնց որ ստրուկտուրաներ մտան ոլորտ, որոնք որ տենց տեսել էին, որ ստեղ ինչ-որ լավ բան է կատարվում, եկան ու նաև գնացին, երբ որ 22 թվին ոնց որ բան եղավ, մակընթացությունը։ Այդ շուկան ոնց որ բանը ընկավ ահագին։ Ճիշտ ասենք, գմփած, գմփած, այդ բառն է իմ անգալի, բայց ավելի տենց բնութագրող բառը կարելի է գտնել 60 անգամ price to sales-ից շատ չէ, իրականում շատ անառողջ վիճակ էր ու երբ որ մենք 21 թվին սկսում էինք ու ստարտափներին ասում էինք, որ ընկերներ ոնց որ անառողջ է, էլի, ես ինչ որ դուք pitch եք անում ու ինչ եք դուք ակնկալում, մեզ ասում էին, դուք կոնսերվատիվ եք նայում բանոշում, էլի, ինչ որ էս ինչ բան, հայկական սինդրոմա բան, sense ինչ որ վիճակներ բանման, այդպես գնանք space raise կանենք, ընդդեմ raise կանենք բան, այդ փող կգտնենք եւ այլն, բայց տենց էլի ոնց որ մի տարի հետո այցախ էլի ոնց որ կանոնակարգվեց, անգավ իր տեղը ու այդտեղ շատ խորհրդանշական բաներ կային էլի, որ ասենք կամպանիաները տենց հիմնականում ոչ մի բան չունենալով, հա, կամ տես շատ քիչ բան ունենալով հնարավորություն ունեին տես տասնյակ միլիոններ ֆինանսավորումներ գրավեին։ Այդ COVID-ի փողն էր։ Հա, շատ էր։ Հիմա այդ առողջացավ ու ահագին բարդացավ նաև ու այդտեղ լավը ինչն էր մեր հայության, որ հիմնականում ընկերությունները ոնց որ մնացին ջրի երեսին, հա, այսինքն բան եղան, ոչ մեկ չխորտակվեց, տարբեր տատանումներ եղան, բայց օրինակ եթե նայենք 23-24 թվականներին այդ fundraising շուկան, հա, ստարտափների շատ վատ էր, հա, երևի 23 թվին տենց համարյա չկար, 24 թվից սկսեց մոտավորապես էլի հետ գալ ինչ-որ բաներ, հիմա տենց տեսնում ենք, որ ահագին էլի լավ աճում է։ Ես ինչքան գիտեմ, ոնց որ ավելի շատ ընկերություններն են կապիտալիստներին, հա, վենչուրային ընտրում, ոչ թե հակառակը, ոնց որ այդտեղ էլ ինչ-որ կտրականություն կա, ամեն մեկի փողը չի վերցնում։ Հա, միանշանակ, ու էդ էլի գալիս ենք նրան, որ շատ երկար ճանապարհ ենք իրար հետ անցնելու։ Մենք դեպքեր ենք ունեցել, որ շատ լավ ընկերություն, շատ լավ պատմություն, շատ լավ բիզնես кейս եւ այլն, հա, ոնց որ investable case եւ այլն, բայց հասկացել ենք, որ այս հիմնադրի հետ ոնց որ էլի ընկերություն կարանք անենք, բայց շատ դժվար ենք իրար հետ գործանելու, հրաժարվել ենք ներդրում։ Լավ չխմում։ Հա։ Հիմա որ 30-ը լինելու երկրորդ ֆոնդը, քեզ կամ Formula VC-ին հավելալ մարդիկ պետք չեն, որոնք պետք է ավելի խոր կարողանան ուսումնասիրեն, որովհետև ցանկ ավելի լայնանալու են ընկերությունների, որոնք պոտենցիալ կարող են ներդրում ստանալ։ Սենց ենք բան արել, բաժանել, հա, կոպիտ ասած այդ կապիտալը ունենալու ենք այս անգամ 3 տիպի ստարտափներ, հա, 3 փուլում գտնվող, եւ pre-seed, եւ seed, եւ նաեւ series A ենք ստեղ ավելացնում։ Series A-ում որոշել ենք, որ մենք ինքներս lead չենք անելու այդ ներդրումը, այսինքն մենք առաջին ներդրողը չենք լինելու, որովհետև նախ մեր գումարները չի երիկացնում lead անելու համար, երկրորդ, այդտեղ հենց շատ գիտելիք չունենք ու սովորել է պետք։ Այդտեղ մենք նայելու ենք, թե ինչ տիպի ներդրողներ ավելի մեծ եք մտնում, այդտեղ գումարային այլ տոկոսային նկատ ունեմ։ Գումարային ավելի մեծ, տոկոսային երևի թե նույնն է, էլի պլյուս մինուս, բայց իմաստով այդտեղ ոնց որ խաղը մի քիչ փոխվում է, հա, այսինքն այդ Series A-ում ներդրողները ու lead investor-ները իրանք պետքա սենց է, էլի, հա, ոնց որ էլի որ մի պահ հետ կանգնենք, ամեն փուլի ներդրող պետք է կարողանա հաջորդ փուլի ներդրողներ ներգրավի, հա, այսինքն ստարտափի համար ինչ որ կապեր ունենա, network ունենա, որ կարողանա հասցնի ստարտափին այն փուլին, որ արդեն ինքը հաջորդ փուլին պատրաստ է ու նաև ներդրողների կապեր ունենա, որ ասի տեսեք, sense ստարտափներ ունենք, եկեք ոնց որ հաջորդ փուլը դուք արդեն վերցրեք, տարեք։ Մեր մոտ էթել է նոր ձևավորվում է, հա, այդ ավելի ուշ փուլի կոպիտ ասած Series B, C եւ այլն, այդ փուլի network-ը նոր է ձևավորվում։ Իսկ ավելի ներքև ունենք։ Ավելի ներքև ունենք ու բավական լավ աշխատում է։ Ու այդտեղ նաև ասենք կա այդ
գործարքների structure-ի հետ կապված հարցեր, հա, այսինքն դու որպես lead investor ինչ ես ստանում, ինչ ես պահանջում եւ այլն, որ այդտեղ փորձ է պետք, հա, կոպիտ ասած, որ ամեն ինչ ճիշտ գնա ու հանգարց սիրզբիում չբարձվի, հա, դու որպես investor կամ համ քեզ համ founder-ին վնասել ես, կամ չգիտեմ, քեզ վնասել ես founder-ին չես վնասել կամ հակառակը էլի, այսինքն դա ինչ-որ բան է։ Դրա համար ու նաեւ այդտեղ կապիտալի չափը կապ ունի, հա, այսինքն ինչքան ես ներդնում։ Մենք պլանավորում ենք այդպես միջինում 1 միլիոնանոց չեկեր դնել այդ Series A pool-ում, իսկ այնտեղ lead investor-ները, ասենք, դնում են 5-ից ավել էլի, ասենք, այդպես ռաունդի կեսը կոպիտ ասած, հա, կախված ինչ չափի ֆինանսավորման փուլ է, ու այդտեղ մենք հետևելու ենք, թե այդ խոշորները ինչ են անում, ու արդեն քանի որ կապեր ունենք ընկերությունների հետ, իրանց հետ միշտ կապի մեջ ենք կամ մեր առաջի ֆոնդի պորտֆոլիոից են կամ ընդհանուր մեր էլի էկոհամակարգից են, որոնց ճանաչում ենք, նաև մեր չեկն ենք փորձելու դնենք սեղանին, հա, փոքր, իսկ այն pre-seed ու seed pool-ում դե այդտեղ արդեն ոնց որ ահագին փորձ ունենք ու այդ ավել մարդու գաղափարը, հա, ասենք ոնց որ հələ որ կարիք չենք գտնում, որ պետք է ինչ որ փուլի կարող է այդպես մտածենք, բայց այս պահին այն ամեն mission-ին ընկնող ստարտափների քանակով կոպիտ ասած հասցնում ենք էլի բանով, հա։ Իսկ մյուսների հետ կներես միավորվում եք, թե մրցակցում եք ոնց է։ Հայկական ֆոնդերի հետ նկատի ունես անպայման, հա, անպայման, եթե տեսնայ Իսկ որ մեկի մոտ լավ ստարտափ է լինում, մյուսներին ձենաթալի ասում եք եկեք։ Դու այդ մեր մոտեցումը միանշանակ տենց է, որ եթե ինչ-որ լավ բան է հայտնվում մեր սեղանին, ավելի լավ է արագ այդ ոնց որ այդ ֆինանսավորման փուլը փակել, էլի հետ կպնի գործին։ Եկա դուք մեծ չեք մտնում էլի մի քանի տոկոս։ Մեծ չենք մտնում, ու եթե ընդհանուր ասենք fundraising-ը միլիոն կեսի համար է, մենք ասենք կարող դնենք 250-300, մյուս ֆոնդերն էլի մի այդքան կպնեն ու տես ռաունդը փակվի։ Այդ առումով ամենա սերտ համագործակցությունը տենց քանակային big story-ի հետ է։ Երևի մի 75% բան ունենք, հա, խաչում ունենք պորտֆելի, բայց Granatus-ի հետ էլ ունենք երևի 4-5 case, որ իրար հետ ենք ներդրումներ արել Triple-S-ի հետ էլ, SmartGate-ի հետ էլ, արդեն ոնց որ կախված կոնկրետ ֆոնդի թեզիսից, թե համընկնում է, թե չի համընկնում, տենց նայում ենք ու ոնց որ արդեն որոշում ամեն Իսկ ուղղվածություններ ունեք, թե բոլորդ էլ տենց ընդհանուր կան ֆոնդեր, որ ունեն ուղղվածություններ, մերը մի քիչ ավելի տենց ագնոստիկ ենք, ունենք ուղղվածություններ, որ չենք նայում, դրանցից է օրինակ biotech, այս տիպի ոնց որ տեխնոլոգիաներով զբաղվող ստարտափներ, որոնք շատ կապիտալ ինտենսիվ են ու շատ ավելի շատ ժամանակ են ոնց որ տևում մինչև իրանց բիզնես դառնալը, հա, քան թե ասենք B2B SaaS, հա, կոպիտ ասած, ասենք բիզնեսին այդ software as a service, software as a service-ը, որը հայերեն մի քիչ տես տարօրինական ծրագիրը որպես ծառայություն, հա, այդ ծոց ոնց որ ասածը gambling-ում gambling-ում invest չենք անում, շատ ռեգուլացված ոնց որ ոլորտներում փորձում ենք խուսափենք, հա, որտեվ մեր հիմնական ոնց որ gambling-ը fundraising անում, հա, թե կան, հա, ստարտափներ կան բավականին, հա, որ ոնց որ ինչ-որ տես հարակից տեխնոլոգիաներ են սարքում այդ ոլորտը ավելի լավ կազմակերպելու համար, բայց այդ ոնց որ մեր հետ կապ չունի, ու բանը, հա, մեր ոնց որ փորձում ենք հնարավորինս արագ սկեյլելով թեմաներին գտնենք, հա, իհարկե այդ առումով ունենք ներդրումներ, որոնք որ էլի տենց թվում է թե շատ ինչ-որ sense բան են, հա, անգլերեն ասած out of this world են, օրինակ ասենք ունենք քվանտային տեխնոլոգիաներում ներդրում, ստարտափ ունենք, որ դրանով է զբաղվում, հա, հայ տղաներ են, ունենք space tech ստարտափներ Հայաստանում, որոնք որ տիեզերական տեխնոլոգիաներ են սարքում, հա, sense բաներ էլ ունենք, մենակ տենց ծոցը չի, կոպիտ ասած, ու հա, այդ առումով մեզ ոնց որ ինչ որ կենտրոնացում չկա Հայաստանում, հա, որ մենք ասենք հայերը շատ ուժեղ են այսինչից կամ այնինչից, ինչով ասես ոնց որ փորձում են խնդիրներ լուծել, ինչ ոլորտում ասես, ու մենք էլ ոնց որ բան ենք անում էլի, արագացնում ենք իրանց ընթացքը։ Ձեզ ավելի շատ ոնց որ ֆինանսիստ եք զգում, թե ավելի շատ տեխնոլոգիական, որ ձեզ միշտ այս տեխնոլոգիական համայնքի հետ ենք տեսնում։ Հա, մենք ասոցիացնում ենք երկուսից էլ երևի, բայց ավելի շատ всё-таки տեխնոլոգիական էլի բանով, որտեղ դե մեր շուրջը ամբողջ օրը է դա էլի, հա, ամբողջ օրը է դա, դրա համար ավելի շատ այդ հավաքներին ենք ոնց որ երևում, քան թե մյուս։ Իսկ իրանց մոտ, ասենք, ֆինանսական գիտելիքը ոնց է, բիզնեսը, ասեցի, ոնց որ քիչ-քիչ սկսել է
ձևավորվել։ Ֆինանսականն էլի ոնց որ մենք փորձում ենք այդտեղ աջակցողի դերում լինենք, հա, ու եթե ինչ-որ բան հասկանալի չի կամ ինչ-որ հարցեր կա, միշտ ընդդեմ ենք պատասխանելու համար, էլի այդ ամենասկզբնական փուլերում ունենք դեպքեր, որ գալիս են մեզ ինչ-որ բիզնես պլաններ, այդպես մեծ ինչ-որ Excel-ներ են ցույց տալի բան, ասում են որ ոնց որ բանն է, էլի։ 7 slide։ Հա, ոնց որ բանը լավ է որ սարքել եք, շատ ողջունելի է, բայց դրեք մի կողմ, էլի, որտեվ հələ նոր ոնց որ որոշում ենք ինչ խնդիր եք լուծելու, էլի, ասենք 1000 ձև փոխվելու է, շուկան 1000 ձև ինչ-որ բան անելու, ֆիդբեքա տալու, անընդհատ փոխելու եք, այդքան էական չի, բայց ինչ-որ փուլ է գալի, որը որ այդ ասենք Series A-ի մոտ արդեն փուլերն են, որ արդեն սկսում է այդ կազմակերպվածությունը մտնել ընկերություններում, հա, այսինքն եւ այնտեղ կազմակերպա իրավական կառուցվածքը, ով ինչով է զբաղվում, արդեն հստակ դերաբաշխումներ է գնում, բորդա ձևավորվում եւ այլ, էլի։ Իսկ այս ձեր երկրորդ ֆոնդում կարծեմ կենսաթոշակային մտավ, չէ՞։ Առաջինում է մտել, առաջինում է մտել C կվադրատ ամպեգան, դրեց վերջի չեկը մեր առաջի ֆոնդի, $1,30,000 ու այդ տենց աննախադեպ իրադարձություններ ամբողջ ռեգիոնի երկար ժամանակ պայքարում էր, ասում էր մեր փողերը հավաքում եք չեք տալի վենչուրին։ Ոնց հաջողվեց այդ բերել։ Մի տարի ուսումնասիրության արդյունքում, հա, շատ մանրամասն մեզ ոնց որ ուսումնասիրեցին մեր process-ները, ստարտափներին, ներդրողներին, ամբողջ կառուցվածքը ֆոնդի մանրամասն ուսումնասիրեցին գործընկերները ու հետո որոշում կայացրեցին, որ ոնց որ կարելի է այդ ներդրումը անել, գնալ ռիսկին ու ստացվեց, հələ որ ոնց թվում է ոչ մեկ դժգոհ չի։ Հենց դրա մասին ուզում եի հարցնել։ Ֆոնդում ներդրողի պրոֆիլը, հա, կնկարագրես։ Անհատներ են, իրավաբանական անձինք են։ Իրականում բացա բոլորի համար, հա, եւ անհատների, եւ իրավաբանական անձանց, եւ ինստիտուցիոնալ ներդրողների, հիմնադրամների եւ այլն, հա, այդ առումով, բայց մեր նախասիրած պրոֆիլը այդ անհատների մակարդակում հենց տեխնոլոգիաների հետ կապ ունեցող կամ բիզնեսի ինչ-որ փորձ ունեցող մարդիկ են, ովքեր որ էլի, հա, ոնց որ հրեշտակ ներդրողներն են, երբ որ անհատական ներդրում են, նաև գիտելիք են բերում ու կապեր են բերում, նույն ձև էլ ֆոնդում մենք ոնց որ ներկայացնում ենք իրանց ու մեր դեմքով իրանք են ներկայանում, այսինքն երբ որ ստարտափը մեր հետ խոսում է, գիտի, որ մեր հետևը կա մի հատ համայնք, ասենք 100-150 հոգանոց, ովքեր որ շատ տարբեր ոլորտներից են, շատ տարբեր խնդիրների են առնչվել ու ինչ լինի իրանց կյանքում, ինչ որ ձևով կարան աջակցեն, հա, կարան խորհուրդ տան, կարան ինչ որ օգնություն տան եւ այլ, այդ առումով, գիտելիքի առումով, էլի դրա համար այդ անհատական մակարդակում այդ տիպի ներդրողներ ենք նայում, շատ հաճախ մերժում ենք ներդրողներին, ոնց որ ասում ենք, այս ձեր գործը չի էլի, ոնց որ լավ է որ լսել եք, հետաքրքրված եք եւ այլն, բայց դուք ոնց որ կապ չունեք էլի սրա հետ ու ձեր կյանքը դժոխք է դառնալու կոպիտ ասած այս ներդրումը որ անեք, տենց մի հատ կանոն ունենք, ներդրողներին ասում ենք ոնց որ այդ հանդիպումներից հետո ասում ենք որ գնացեք մտածեք, եթե հանգեք նրան, որ օրվա մեջ թեկուզ մի անգամ կոպիտ ասած ափսոսալու եք, որ այս գործի մեջ մտել եք, ուրեմն չարժի որ մտնեք, հա։ Իրանց հետ եք խմում։ Այո, այդ էլ ենք անում ու որտեղ կարևոր է, էլի սպյուրքից փորձում եմ պահեմ, հա, բայց տենց։ Իսկ սպյուրքից շատ կա ներդրում։ Սպյուրքից շատ չկա, տարօրինակ կերպով 14-15 երկրից ներդրողներ ունենք, մեծ մասը այդ երկրների, որ ասում եմ, հենց ոչ հայեր են։ Երկրորդ ֆոնդում սպյուրքից այն հին սպյուրքից որ նայենք 2 հոգի ունենք, ինչը մի քիչ տարօրինակ է, առաջի ֆոնդում ոչ հայերեն չեն հայերին հավատում, ոչ թե ձեզ նկատի ունեմ, այլ հայկական ստարտափներում որ դնում են։ Էլի նայում են кейսերով, հա, այսինքն ինչ ստարտափներ են, ինչ հաջողությունների են հասել ու ամենակարևորը ինչի են հաջողության հասել այդ ստարտափները, հա, որտեղ մեր մի քիչ ավելի լայն էկոհամակարգը որ նայենք, հələ որ ինքը էլի շատ փոքր է թվերով, բայց ունենք որոշակի հաջողված кейսեր, որոնք որ ահագին բնութագրում են կոպիտ ասած, հա, ու երբ որ այդ նույն տիպի кейսերը առաջ են գալիս, արդեն նայում ու վստահում են, ու այդ ինչից է գալիս, որ օրինակ Հայաստանում ծնված ստարտափները
Սովորաբար մեր սիրած founder profile-ը, հա, մի քիչ այդ մասին է խոսանք, այն պրոֆիլն է, երբ որ ինքը ինչ որ մեծ կազմակերպությունում աշխատել է, Հայաստանում գտնվող տեխնոլոգիական, հա, ասենք այնտեղ, չգիտեմ, Adobe-ում, Synopsys-ում եւ այլն, հա, խոշորներին որ ունենք Nvidia-ում եւ այլն, կամ մերոնց ասենք Pixart-ում, հա, ու այդտեղ ինչ որ խնդիրներ տեսնելով փորձել է լուծել, ինչ որ լուծումներ չի գտել, դուրս է եկել իր ոնց որ լուծումն է սարքել ու դրանով ստարտափ է անում։ Այդ առումով Pixart-ին իզուր չնշեցի, Pixart-ը դառել է տես լավ ինկուբատոր, հա, կարելի ասել, երևի մի 4-5 ստարտափ մենակ մեր պորտֆոլիոյում կա այնտեղից դուրս եկած, իսկ տենց ընդհանուր ոնց որ էկոհամակարգում երևի ավելի շատ, ու այդ տիպի ոնց որ founder-ները, հիմնադիրները, ովքեր որ մեծ բիզնեսում եղել են, մեծ խնդիրների առնչվել են, հա, այդ մեծ բանը ունեն, հա, տեսանելիությունը կոպիտ ասած, իրանց մոտ շատ ավելի հավանական է որ ստացվի, քան թե երբ որ տենց ասենք, ինչ որ քարանձավում որոշել ենք ինչ որ խնդիր լուծենք կոպիտ ասած, հետո նոր դուրս ենք եկել շուկա, ասում ենք այս լուծումն է, եկեք առեք էլի, բան, ու այդտեղ նաև շատ օգնում է մեր ընդհանուր սփյուռքի դերը, այդտեղ շատ կարևոր է, որ կապերի միջոցով, հա, այսինքն ինչ են անում, երբ որ ասենք Silicon Valley-ում ունենք շատ հայելի հիմնադիրներ, տեխնոլոգիական ընկերություններում տարբեր մակարդակի ինչ որ VP-ներ, հա, եւ այլն, հա, այսինքն տենց բարձր, հա, պոզիցիայի մենեջերներ, ովքեր տարբեր ձևերով օգնում են, հա, դուք կապում եք այդ ժողովրդին, հա, որտեղ օրինակ, չգիտեմ, Կրիսպներ ասում երևի, որ կարևոր բաների համար դուք սիլիկոնյան հովտում ներկայացված լինես, էլ ինչ-որ։ Այդ շատ կարևոր գաղափար է, ու հիմա մենք էլ ենք փորձում մեր պորտֆելում այդ առաջ տանենք, որ գոնե թե ինչ որ ժամանակ տարվա մեջ այնտեղ անցկացնեն, ցանկալի է տարվա կեսը, բայց եթե ինչ որ պատճառներով հնարավոր չի, գոնե մի 3 ամիս տարվա մեջ այնտեղ է պետք է անցկացնել, որտեվ իրականում այս ամեն ինչը ինչի մասին խոսում ենք, այնտեղ է ոնց որ ծնվում, երում, սիլիկոնյան հովտի պատմությունը գիտես, ինչ է այնտեղ էլի առաջացել։ Չկան գիտեմ Xerox-ի բանն է եղել այնտեղ։ Հա, այդ առաջին իրանց ինժեներների որոշ մասին հետազոտական ուղարկել են, տենց ապագայի տեխնոլոգիաների մասին մտածելու մարդիկ եկել ուժ գաղափարներով եկել են, Xerox չի արել։ Ասել է շնորհակալություն, թողել է ուշներ եմ այդ գաղափարները առաջ տարել։ Տենց է մնացել է Xerox արտադրող։ Շատ բաներ եղել են, բայց մի խոսքով այնտեղ ելնելը շատ կարևոր է, էլի, որտեվ ասենք այն հաջորդ փուլի ֆոնդերն են այնտեղ, սովորաբար շատ հաճախորդներ են այնտեղ, որտեղ տեխնոլոգիաներ են սարքում տեխնոլոգիական կամպանիաների համար շատ հաճախ է, այսինքն այս բանը այդ Apple-ը շատ կարևոր է, էլի, որ դրա շուրջը ելնես ու հասկանաս թե ինչ է կատարվում, էլի։ Այնտեղ այդ պատմությունները որ կա, որ ասենք այնտեղ, չգիտեմ, տաքսիստներն են ստարտափներից խոսում, ասենք, չգիտեմ, տաքսիստներ հələ կա, չէ, հələ կա, քշվող մեքենաները չէ։ Ահագին պոպուլյար են դառնում, բայց հələ կա։ Waymo կազմակերպությունն է, չէ, որ արդեն, չգիտեմ, 5 տարի փորձարկում է, որ այդ տաքսիները արդեն քշում են, App-ը կա, կարաս կանչես, ու ամբողջ Սան Ֆրանցիսկոյում չի աշխատում, ինչ որ շրջաններում է, բայց տենց կանչում ես, գալիս է, նստում ես, բարևում է, բարևում է ռոբոտը։ Ռոբոտ չկա, ավտոն է ինքը, հələ որ ռուիլով է, հələ որ ռուիլով է, ու տենց ու քշում է, ոնց որ կարմիր լուսերի տակ, հիմա նորմալ գնում է։ Ֆոնդում ներդրողը ինքը քանի տարի պետք է պահի գումարը ֆոնդում կա սահմանափակում։ Ֆոնդը 10 տարով է, այսինքն ֆոնդի կյանքը 10 տարի է, ու այդ ամբողջ ընթացքում հնարավոր է որ գումարը մնա ֆոնդում։ Պրակտիկորեն մեր բարագայում տենց չի լինի, որովհետև մենք մեր քաղաքականությունը այդ էքզիտներին հենց է, որ ամեն էքզիտի ժամանակ հետ ենք դնում գումարները հետ ենք տալիս ներդրողներին։ Ֆոնդում ոնց որ recycle չենք անում, կոպիտ ասած, հա, նորից չենք վերաներ դնում։ Ինչ էքզիտ եղավ, միանգամից հետ ենք վերադարձնում։ Հիմա evergreen կա, չէ, այսինքն որ ժամկետ չես տնում 10 տարի է։ Կա, մենք հələ որ չենք գնում այդ ճանապարհով, որտեվ էլի բանի մշակութային հարցեր կան, հա, այսինքն այնտեղ ինչ տիպի ներդրողներ են, իրանց
կապիտալի որ մասն են ներդնում, ինչքան կարևոր է իրանց համար այդ liquidity-ն եւ այլն։ Evergreen-ների դեպքում տարբեր մոդելներ կա, որ նաեւ ինքը բաց վիճակով է լինում, հա, այսինքն անընդհատ կարան մտնել, դուրս գան, հա։ Դա խնդիրը հիմնականում հերթականությունն է, չէ՞, ասենք առաջին ներդրողներ, երկրորդ ու ումա գալիս։ Ինչ հերթականությամբ էլ է տեղամիջում բարդությունը։ Այդտեղ էլ է բարդություններ ու ահագին այնտեղ տարբեր կառուցված կա էլ ինքը, քան թե ավելի པարզ ոնց որ բացես ֆոնդը ներդրողներին հավաքես, հիմա մեր մոտ էլ էլի տարբեր ժամանակ մտնող ներդրողները տարբեր պայմանների են ոնց որ առնչվում եւ այլն, այդ փորձում ենք ինչ-որ ձեւով հավասարակշռենք էլի, հա, այն հին ու նոր մտնողներ եւ այլն, որ ռիսկերը ու ոնց որ բաները հավասարաչափ բաշխված լինեն, կապիտալը ու evergreen-ի ժամանակ այդ շատ ավելի խուճուճ է, էլի կոպիտ ասած, դրա համար տեն չենք տա։ Հին ու նորի պարագայում ֆոնդը գին ունի, փայի, որպես այդպիսին։ Այսինքն ինչ որ մեկը որոշեց, օրինակ, չգիտեմ, մինիմալ կա։ Հա, մինիմալ կա ու մենք այդ գինը հենց փորձում ենք այդ մինիմալը լինի, այսինքն գինը անընդհատ չենք գնա նշում կոպիտ ասած, հա, բալանսով կամ շուկայի հետ անընդհատ չենք գնա նշում, որտեվ ինքը ոչ լիկվիդ ներդրումներ են, հա, այսինքն այնտեղ շուկա չկա, որ բան անես, անընդհատ մարկափներ անես եւ այլն, ու սովորաբար այդպես բալանսային բանով որ նայենք, առաջին մի քանի տարին այդ նավ ասածը, հա, net asset value-ն ինքը անընդհատ ընկնում է, որտեղ դու ներդրումներ ես անում ու ծախսեր ես անում, հետո երբ որ գալիս է մարկափների շրջանը արդեն սկսում է բարձրանալ։ Բայց այդտեղ հարց առաջանում, ով որ առաջին ներդրողներ, ինքը մտել է բարձր նավով համեմատաբար։ Քան թե ով որ մտել է ենթադրենք տարի ու կես հետո, եթե էքզիտներ չեն եղել, որտեղ նավը նվազել է, բայց նաև ով որ ավելի ուշ է մտել, առավելություն ունի որոշակի, որտեղ չնայած էքզիտ չի եղել, բայց պորտֆոլիո կա, ամենայն հավանականությամբ ինչ որ մի մասը պորտֆելի ավելի բարձր գին ունի, քան թե ինքը գնա նշվում է, որտեղ չի գնա նշվում։ Այդ ոնց է այդ պոտենցիալ կոնֆլիկտը լուծում։ Բան ենք անում, այնտեղ ուշ մտնողների համար այդպես շակերտավոր ուշ մտնելու տուգանք ունենք։ Ավելի շատ են խմում իրանք։ Հա, ավելի շատ են խմում, ու եթե դիմանում են, հետո ոնց որ արդեն ստորագրում ենք, բայց նաև մի քիչ ֆինանսական կողմ ունի, էլի հաշիվը իրանք են փակում։ Այդ ուշ մտնողները։ Այսինքն այդ բանն է, late penalty-ն է, ու նաև բաներն ենք անում, այդ կապիտալի կանչերը, որտեղ մեր մոտ ներդրումները ոնց է տեղի ունենում, commitment-ով, հա, այսինքն պարտավորություն, հա, բաժանորդագրում են կոպիտ ասած, հա, ֆոնդին, հետո ժամանակի ընթացքում են կապիտալը կանչում ենք։ Իսկ չի լինում, որ խոստումը տան, հետո գումարը չտան։ Հələ որ չենք ունեցել տես դեպքեր ու այդ առումով շատ խիստ տես պայմաններ ունենք, որ եթե չտակ, այսպես կլինի, այս կլինի, մինչև այն, որ ասենք մինչև այդ ոնց որ տված գումարները կարանք բան անենք, հա, վերցնենք վերաբաշխենք մյուս ինվեստորների մեջ ու տենց փորձում ենք այդ կապիտալի կանչերով էլի կանոնակարգենք, հա, ուշ մտնողներից ավելի շատ ենք վերցնում միանգամից, քան այն շուտ մտնողներին, իրար մեջ այդ late payment ոնց որ penalty-ն են վճարում ուշ մտնողները շուտ մտնողներին, հա, որ հետո էլի այդ կապիտալի կանչերից նվազացնում ենք, հա։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այդ տեխնիկան կիրառելով կարելի ասել, որ բոլոր ներդրողների համար մուտքի գինը մինչև էքզիտները նույնն է։ Հա, այո։ Այդ տենց ենք պահում, որ նույնը մնա, նույնը լինի։ հա։ Նույնը ինչ նույն, հա։ Նույնը net asset value-ն վերջնական, հա, այսինքն եթե դու X գումար ես ներդրել, դու ստանում ես այն նույն տոկոսը ֆոնդում, ինչ որ սկզբնական ներդրողն է։ Չնայած որ նավը նվազել է։ Հա, Ահա, բայց դու ավելի թանկ ես վճարում դրան։ Գտնում ունես մի հատ նավը, հա։ Չէ, նավը կարեն ասում է, որ նավը մինչև էքզիտը նվազում է, որովհետև ծախսեր կան, տարեկան պետք է հաշվես fixed fee-ը, ուրիշ ծախսը, ֆոնդի ծախսեր եւ այլն։ Հիմա ինչ որ մեկը մտել է, երբ որ նավը եղել է X, անցել է մի տարի, նավը Y-ը նվազել է։ Հա, բայց իրանք նենց են ճշգրտում, որ այս Y-ը հավասար լինի X-ի։ Դա մասում ճշգրտում են։ Հա, ճշգրտում ենք, որ ոնց որ փայի գինը կոպիտ ասած այսքան է, կապ չունի իր նավը այնքան է, թե այնքան է, փայի գինը մեկը այսքան է, ու դե հետո որ աճի է, ոնց որ կարա ասենք, չգիտեմ, շատ արագ, չգիտեմ,
ներդրում անենք, մի տարի հետո ինչ որ հաջորդ ռաունդ տեղի ունենա, մարկապ ունենանք, հա, բարձրացնենք գինը, այդ բալանսում աճի նավը, բայց մենք էլի 250-ով ենք ընդունում ներդրումներ, էլի, այսինքն ցանկացած պարագայում փորձում ենք այդ փայի գինը ու արժեքը իրարից տարանջատենք, կոպիտ ասած, էլի, այս գործում, որտեվ տենց ինքը երկարաժամկետ commitment է ու այդ այս տարվա աճածը կարող է հաջորդ ռաունդ չկարողանա ռեյզ անել ու ոնց որ դառնա 0, էլի։ Դրա համար այդ անընդհատ չես կարող բան անես, էլի, դու market value-ով կոպիտ ասած փայերը տեղաբաշխես, դրա համար ինչ որ գին ենք որոշել։ Այդ գինն էլ գալիս է market value չկա, շուկայական արժեք Հա, չկա դրա համար։ Լիկվիդային չի ամեն դեպքում։ Շատ ոչ լիկվիդային է ու շատ ռիսկային է նաև, շատ volatile կարող լինի, հա, այսինքն կարա ստարտափը 2 ռաունդ շատ լավ աճի, մեկը մի հատ մրցակից գա իրան ոնց որ անցնի ու ինքը դառնա 0, էլի, օրինակ, ուտեղ անընդհատ բան է։ Կարո՞ղ իսկ գիտելիքը որտեղից եք ձեռք բերել, ասենք որից եք սովորել այդ ամեն ինչ անել։ Ռեսուրսներ շատ կան։ Հա, ռեսուրսներ շատ կան։ Ամենահայտնի երևի թե բանն է, Y Combinator կա, ամերիկական accelerator ստարտափ։ Իրանք շատ տենց ոնց որ գիտելիք են անընդհատ թողարկում ստարտափների մասին, ֆոնդերի մասին եւ այլն։ Ու ընդհանուր տենց էլի ոնց որ կարդալով, շփվելով մեր հարցանելով, հա, մեր հայ այլ ֆոնդերում գտնվող ավելի խոշոր ֆոնդերում գտնվող հայ պարտներների հետ շփվելով եւ այլ, էլի, սենց ոնց որ բան է, տենց գիտելիքը կուտակվել է։ Իսկ բանը ինչքան է եկամտաբերությունը միջինում, դες մոտավոր էլի։ Ակնկալիքը, տես տարեկան բանով որ նայենք IRR-ով, այսպես ասած հաշվենք, մոտավոր տենց 25%-ի կարգի է սպասվում, էլի, որ պիտի լինի։ Այսինքն չկա հələ լինի։ Հա, դե չկա պիտի լինի, որովհետեւ հա, ոնց որ բան է, ինքը տենց իջնում է, հետո սկսում է բարձրանալ, Առաջի ֆոնդում դեռ exit չունենք։ Առաջի ֆոնդում exit չունենք, առաջի ֆոնդում բայց ունենք ահագին լավ մարկապներ, այսինքն մեր ստարտափները հաջորդ ռաունդներ են գնացել, անցած տարի երևի 7 ստարտափ ունեցանք, որ հաջորդ ռաունդներ արեցին, որոշները շատ խոշոր։ Բայց դուք դուրս չեք գա։ Բայց մենք դուրս չեկանք, չնայած որ հնարավորություն կար, բայց շուտ էր։ Մեր գնահատմամբ շուտ էր, այնտեղ մի դեպքում նույնիսկ ավելացրեցինք մեր կտորը, ոչ թե դուրս չեկանք։ Այդ հաջորդ ռաունդ կներից, հաջորդ ռաունդ գնալուց բանա չէ լինում, փոխվում է ձեր դրածը փոքրանում է։ Նայած կախվածա թե ոնց որ իրանք, հա, կախվածա թե ոնց որ այդ փայերի կառուցվածքը cap table ասածը փոխվում է թե չէ, հա, սովորաբար ինչի է փոքրանում քո մասը, որովհետև բան են անում ընկերությունները ու ստարտափները ոչ թե վերագնահատում են անում, այլ իրանք ունեն option pool-եր, այսինքն այդ օպցիոնների pool-եր ունեն, որը որ նախատեսված է աշխատողների համար, advisor-ների համար եւ այլն, ու սովորաբար այդ դրամա փոքր 10-15%, որը որ բաշխում են այն ամենաառաջի աշխատողների միջև եւ այլն, հետո երբ որ գալիս է, ասենք Series A round պետք է անեն, այդտեղ այդ ներդրողները սովորաբար պարտադրում են, ասում են այս option pool-ը պիտի մեծացնես, որովհետեւ այն նոր եկող աշխատողներին բոլորին պիտի տաս, էլի, որովհետեւ այդ օպցիոնները իրանք նաեւ կազմակերպության հետ կապվածության, այս մոտիվացիայի գործիք են, հա, դրա համար, ու այդտեղ երբ որ դա օրինակ բարձրացնում են, ասենք, չգիտեմ, 15-ը սարքում են 20% եւ այլն, այդ 20%-ը վերցնում են բոլոր այդ պահին գտնվող cap table-ում ինվեստորներից, հա, եւ հիմնադիրներից եւ ներդրողներից եւ այլն, հա, ու մենք ներդրումները անում ենք, դա էլ է հետաքրքիր, այդ safe կոնտրակտներով Safe կոնտրակտները ինքը փոխակերպելի գործիքներ են, ժամանակին կար convertible note ասած, որը որ պարտքային գործիք է։ Պարտքի տալի, հետո դա կարելի փոխարինել տոկոսը իր հաշվում վրա են կարելի սարքել բաժնեմաս, բայց ինքը տենց այդքան արդար չէր, ոնց որ ռիսկը նույնձև չէր կիսվում, հա, ներդրողի ու ստարտափի միջև։ Այս Y Combinator-ը եկավ առաջարկով, որ ավելի արդար գործիք ենք հորինել, որ էլի փոխակերպելի գործիք է, ու իրան զուգահեռ մի հատ էլ ուրիշն էին ստեղծել, անունը Kiss էր, էլի տենց հապավում էր, բայց այս safe-ը ավելի լայն կիրառություն ստացավ, հիմա երևի տենց ստանդարտ է հարմար ասել, հարմար անուն է, ու ինչ է իր իմաստը, որ այսօր պայմաններ ենք ֆիքսում, որ մենք ներդրում ենք X գումար, ինչ որ cap ենք որոշում, հա,
Մաքսիմում, հա։ Մաքսիմում ինչ որ մի հատ արժեք ենք որոշում այս ընկերության, ասում ենք, որ ցանկացած ժամանակ, երբ որ դու անես արդեն price round, այսինքն ինչ որ մեկը գա, քո ընկերությունը գնահատի քո այդ equity-ին արժեք տա կոպիտ ասած, մեզ կհաշվես ամենաշատը սրանով։ Եթե դրանից ներքև կլինի, բնականաբար ներքևինով կհաշվես, բայց մաքսիմումը էս է։ Հավելյալ ներդրումը, թե ինչը։ Չէ, հենց մեր այս առաջին ներդրումը, այսինքն մենք հələ փայ չենք առնում, որ ներդրում ենք անում, հա, մենք առնում ենք այդ փոխակերպման իրավունքը կոպիտ ասած։ Rights եք առնում, ոչ թե փայ եք առնում։ Այդ ենք առնում, ու ինքը շատ հեշտացնում է ստարտափների կյանքը, որտեղ այդ ներդրումը ներդրումային պայմանագիրը 7 էջ է, հա, այսինքն հիմնականում ստանդարտ, դեռ իրավաբանների կարիք չկա, այս չկա, այն չկա, process-ները շատ հասկանալի են։ Ինչն է safe-ը դրա կամ իմաստը։ Ու safe-ը կոչվում է simple agreement for future equity, հա, այսինքն բանը հապավում է, որ տենց ապագա բաժնեմասի համար բաժնեմասի համար հեշտ ներդրում պայմանագիր։ հեշտ պայմանագիր։ Այսինքն օրինակ, եթե այսօր ստարտափը դուք գնահատել եք 5 միլիոն, ինքը 3 տարի հետո ինչ որ մի այլ կազմակերպության կողմից գնահատվեց 50 միլիոն, մենք մեկը 5-ով ենք։ Դուք 5-ով ձեր փայը ունենալու եք։ Եթե ներդրել ենք 500,000, ստանում ենք 10%, շատ բարձր է։ Իսկ փոխակերպելից ինչով է տարբերվում։ Ինքը նախ պարտք չի, այսինքն ստարտափը պարտավորություն չունի։ Հետ տալու պարտավորություն չունի։ Տոկոս չի կուտակում ու կարա ընդհանրապես convert չլինի, հա, այսինքն այդ առումով ինքը ժամկետ չունի։ Convertible-ում էլի ինչ որ ժամկետ է ստնում, բան եւ պետք է սավառնի, հա, ստեղ ժամկետ այստեղ կամ կորցնում ես կամ բաժնեմաս ես փոխակերպում։ Դու ի սկզբանե ոնց որ պատրաստ ես որ կորցնելու ես։ Հա, միանշանակ ու դրանով ոնց որ նստում ես նույն Ու իրան դատի չես տալիս, չես փորձում տանես լուծարման, որ փողոթից ստանաս։ Կարան լինեն кейսեր, բայց այդտեղ արդեն ընթացքն է պետք նայել, էլի թե ոնց գնաց հասավ դրան։ Մի հատ շատ հայտնի кейս կա, որ շատ խոշոր ընկերություն տենց երբեք էլ իր այդ safe-երը convert չարեց, չնայած որ կարար, top-tal ընկերություն կա, որ շատ խոշոր է, տես միլիարդավոր դոլարներ է գնահատվում եւ այլն, ինքը էլի safe-երով ներդրումներ ներգրավեցին ու շատ արագ աճեց ընկերությունը, այլ հաջորդ ռաունդի ոնց որ ներդրումների կարիք կարող է ուներել, բայց այնտեղ ինչ որ կոնֆլիկտային իրավիճակներ եղավ ներդրողների հետ, ասես թե չեմ բանանում, այլ հաջորդ ռաունդ չեմ գնում ի խոսքով։ Ու տես մնացին ոնց որ safe-երը սեղանին, էլ convert չեղան տենց էլ ու այսինքն տենց кейսը կարալի, հա, որ ինչ արի գործերեցին, հա։ Նու թղթի վրա չեն գործրել։ Մի վարքան, եթե բայց տենց էլի ինքը ոչ մի բան չի դարել էլի։ Թուղթը, հա։ Բայց չկա դատական մեխանիզմ, որով ապացուցվում է, որ այդ ներդրումը կատարվել է ու այդ տոկոսը դիստան։ Հաջորդ ռաունդի ներդրում տենց է չկատարվեց, որովհետև ընկերությունը փոշորացավ ինքը հաջորդ ռաունդներ էլի։ Հա, ինքը իր քեշով ոնց որ սկսեց աճել ու հաջորդ ռաունդի ներդրում տենց է պարտադրել չես կարող իրան հետ առնի, հա, բայց այդ параգրաֆում ստացվում է, որ այդ պայմանագիրը ունի իր համար ամենակ safe էլի։ Պոտենցիալ ռիսկեր ներդրողի համար։ Հա, բան պայման ունի։ Բայց դեպքում որն է իմաստը այդ պայմանագրերով շարժվել, եթե կարելի է ներդրման պայմանագիր կնքել ընկերության հետ։ Հեշտ է ու արագ է, ու էլի, հա, ոնց որ այն ամենասկզբում էինք խոսում, արագությունը այստեղ շատ key դեր ունի, հա, ու նաև խոսում ենք էլի ընկերությունների ու ստարտափների մասին, ովքեր, ասենք, ռեսուրսներ չունեն իրավաբանների վրա ծախսելու, չգիտեմ, գիտելիք չունեն այդ ամեն ինչի մեջ խորանալու բան, ու պետք է չի որ խորանան, հա, իրենք պետք է այդ պահին կենտրոնանան, իրենց գործը առաջ տանելու վրա, հա, ստանդարտ գործիք հաշվապահության outsource։ Հա, այդ է բանը, բայց հա ռիսկեր կան որոշակի, իհարկե հակառակ կողմն է կա, որ շատ ստարտափներ երբեմն ուշադրություն չեն դարձնում ու իրանց գցում են կրակը, որտեղ նույն այդ safe-երի մեջ կան կետեր, օրինակ liquidation-ի ժամանակ ոնց են վերաբերվելու, ասենք ներդրողներին, հա, ասենք եթե տեղի ունենում արագ exit, ենթադրենք հաջորդ ռաունդ տեղի չի ունեցել, բայց էլի ասենք 5 միլիոնով մենք ներդրում արել ենք, 6 միլիոնով մեկը եկել է 3 ամիս հետո ասում է ուզում եմ առնեմ, բայց սկսում բռնում են որ օքեյ, ոնց որ կարանք բան անենք, վաճառենք եւ այլ, ասենք այնտեղ կա այդ liquidation preference-ները, որ ֆոնդեր կան, տեն շատ ագրեսիվ, ասենք դնում են 2.5 3 եւ այլն, այդ նշանակում է, որ կապ չունի դու երբ ես դուրս գալի, ոնց ես դուրս գալի, առաջնային մեր ներդրածի ոնց որ 3 անգամը պետք է մեզ հետ տաս
Այդ մեկ, երկրորդ էլ մեր արդեն պրոպորցիայի համարժեք մենք դի հետ ստանանք գումարը բանից, հա, ընկերությունից, ու եթե կան ասենք 4-5 ներդրողներ այդ ընկերությունում, ինձ ստացվում որ այդպես թղթի վրա ոնց որ exit եղան հիմնադիրները, բայց փաստացի ոնց որ գումար չի գնում իրանց գրպանը, էլի, այդ սա գումարը այդպես բաշխվում է ներդրողների մեջ, մենք այդպես բաներ չենք անում մենք այտենց ավելի founder oriented, հա, ոնց որ ավելի փորձում ենք միշտ այդ ստարտափների կողմը պահենք, էլի այդ առումով ու այդ էլ էլի մեր բաներից մեկն է, այտենց անընդհատ խոսում ենք դրա մասին, որ թե ինչի են այդ հիմնադիրները գալի մեզնից ներդրում վերցնում, հա, որտեվ ասենք չգիտեմ, հիմնադրվել են Silicon Valley-ում, հիմնադրվել են Եվրոպայում եւ այլ access ունեն, հա, կարան ինչ-որ ուրիշ ֆոնդերի գտնեն բան, բայց գալիս են Հայաստան, գալիս են մեր մոտ, որտեվ գիտեն տարբեր աղբյուրներից, որ մեր մոտեցումը ոնց է, հա, մենք միշտ founder-ի կողմից ենք, կապ չունի որ փուլի ներդրող է եւ այլ, միշտ փորձում ենք ոնց որ իրանց կողմը բռնենք, որ հանգարտ ինչ-որ փուլերում իրանց բան չանեն, էլի, չվնասեն։ Դուք որպես ֆոնդ ներդրումը կատարում եք subscription agreement-ով, այսինքն փայեր եք առնում, թե safe պայմաններով։ Մենք safe-ով։ Դուք safe-ով եք անում։ Safe-ով ենք անում, մերն էլ ստանդարտ է, էլի, այս երկրորդ ֆոնդում երբ որ Series A անենք, այնտեղ կգնա արդեն բան, share purchase agreement, այսինքն ուղիղ փայ կառնենք, երբեմն էլ մա seed stage-ում էլ, հա, դա այտենց late seed է, այսպես ասած, բավական այտենց խոշոր արդեն seed-ի համար խոշոր ընկերություն է, ինքն էլ է equity round անում, այսինքն բաժնե տոմսա վաճառում, բայց դրանից նախորդ round-ներում, չէ, բան, ինվեստորներին, հələ որ հա, private, բայց դրանից առաջ փուլերում safe-ը հələ որ ստանդարտ է, էլի։ Հասկացա։ Դու ասացիր, որ 7 ընկերություն markup են ունեցել, այդ մոտ 25 ներդրումից 22 ներդրումից ու միջին տարիքը ընկերությունների մեր այդ առաջի ֆոնդի պորտֆելում երևի տենց 1.9-2 տարի է, ընդհանուր պորտֆելը մոտավորապես 3 անգամ կարելի ասել աճել է այդ բանի մարկապների շնորհիվ։ Մարկապ, այսինքն իրանց արժեքը ավելացել է։ Գնահատված է, այսինքն 21 թվականից 3 տարվա մեջ 3 անգամ աճել է։ Հա, 4 տարվա։ 4 տարվա մեջ 3 անգամ։ 4 տարվա մեջ 3 անգամ։ Հասկացա։ Ուղղակի դեռ լիկվիդ չի։ Դեռ լիկվիդ չի ու դեռ եւս մի երևի 2 տարի է լիկվիդ չի լինի։ Այդ sense է լինում, հա, ոնց որ այդ մարկապները ֆոնդի կյանքում տենց սկսում են աճել, ասենք կարա մինչև չգիտեմ 8-9 10x աճի ինչ որ պահի, հա, բայց հետո գալիս է արդեն այն անհաջողությունների շրջանը։ Այս պահին, հա, ոնց որ այդ 22 ընկերություններից 21-ը գործում են, ընդամենը մեկն է որ տենց sense վիճակում է կարելի ասել, բայց այն 21-ը գործում են, բայց ընթացքում գնալու ենք հասնենք մի կետի, որ այդ 21-ից էլի կեսը ոնց որ ինչ որ փուլերում անհաջողության են մատնվելու, անկախ նրանից, որ հաջորդ ռաունդներ ունեցել են, հա, տարբեր խնդիրների պատճառով որոշել են, որ ոնց որ պետքա կանգնացնել այդ ամեն ինչը, էլի արդեն։ Իսկ դու որպես կառավարիչ Գոքորը դուք հոգեբանական ճնշում զգում եք, որ դուք ուրիշի փողն եք վերցրել ու կատարում եք ռիսկային ներդրումներ։ Ճնշում չէի ասի, պատասխանատվություն ենք զգում ավելի շուտ։ Մարդ շատ եք խմում թե։ Ինքը ճնշումը զգում է։ Ինչ հետաքրքիր է, մենք նույն գործն ենք անում, ուղղակի տարբեր ոլորտներ։ Չէ, այդ առումով դրա համար շատ կարևոր է թե ումից է այդ ներդրումը վերցրել, էլի, հա, դրա համար եմ ասում, մենք ոնց որ էլի դրան նայում ենք շատ երկարաժամկետ relationship, հա, հարաբերություն է ու պետք է նես չլինի, էլի, որ հանգարտ մեր ներդրողները տենց անհանգիստ քնեն կամ մենք իրանց անհանգստության պատճառով մենք անհանգիստ քնենք, հա, այդ բացառվում է կոպիտ ասած այդ հարաբերություններում, որը փորձում ենք այս գլխից հնարավորինս շատ խոսալ դրա մասին, հնարավորինս բացատրել, ցույց տալ, տարբեր սովորաբար խոսում ենք տենց ամենավատակի սցենարների մասին, ինչեր կարա լինի եւ այլ։ Տրամպի վրա չեք գցում։ Չէ, այդ բանը երկարաժամկետ է մեր գործը, ասում եմ, տրամպները գալի եւ գնում են, բայց մեր ֆոնդերը մնում են, էլի, հուսով են գնում են մեկ-մեկ։ Մեկ-մեկը հետ են գալի։ Մեկ-մեկը հետ են գալի։ Ուղղակի հարցնում եմ, որովհետեւ venture-ային ներդրումները համեմատաբար ռիսկային են։ Համեմատաբար, ու շատ ռիսկային։ Անիֆին նայ։ Որ կոմպտինենք։ Ես ուզում եի հարցնել, իսկ ձեր համար ինչ է, իմ հասկանալով մենակ ֆինանսական գործ չի սա, էլի։
Հա, չէ, ֆինանսական գործ չի միայն։ Ինչն է ձեր drive-ը։ Մեր ոնց որ vision-ը, մի քիչ պիտի էլի հետ գնամ, երևի թե տենց 16-17 թվականներին սկսեցինք ավելի տենց ինտենսիվ զբաղվել այս ամեն ինչով։ Ես այդ ժամանակ հենց բանկում էի, այնտեղ ընկերները տարբեր գործերով էին զբաղվում, բայց արդեն տենց ոնց որ սկսում էինք հավաքվել իրար գլուխ, հա։ Ու մի հատ sense բան ունեինք, vision, հա, որ պիտի Հայաստանը դառնա տեխնոլոգիական hub, հանգույց ամբողջ աշխարհում կապ չունի, որտեղ ծնված ստարտափների համար, այսինքն երբ որ ընտրում են գնա Silicon Valley, չգիտեմ, Բարսելոնա, Բերլին եւ այլն, նաեւ պիտի այդ Հայաստանը լինի, ոնց որ Երևանը լինի այդ ընտրության ցանկում, ու դրա հետ կապված սկսեցինք տարբեր գործողություններ անել, ասենք այնտեղ անում էինք ինչ-որ ինկուբացիոն ծրագրեր, ակսելերացիոն ծրագրեր, հրեշտակների network-ը սկսեցինք բան Angels-ը, այդ sprint ֆոնդներ էր ինչ-որ տեղ crowdfunding-ը, ընդհանուր այս Հայաստանը այդ քարտեզի վրա դնելու գործունեություն էր, ու այդ vision-ը մինչեւ հիմա էլ կա, ու տենց քանի գնում ամեն օր մոտենում ենք դրան, որ Հայաստանը պիտի դառնա ու տեխնոլոգիաներով պիտի զարգանա, այսինքն մեր տնտեսությունը պիտի լինի շատ ոնց որ technology heavy, մեր ոնց որ ամեն ինչում պիտի ներկա լինի ոնց որ տեխնոլոգիաներ ու պիտի ոնց որ դրանով շնչենք ու արտաշնչենք, էլի կոպիտ ասած։ Իսկ տեսնում եք, որ այդ ուղղությամբ գնում ենք։ Գնում ենք, շատ դանդաղ ենք գնում, էդ էլ ասեմ, մեր հիմնական ոնց որ անհանգստացնելու պատճառը ոչ թե ներդրողներն են, այլ արագություններն են ու տեմպերը, ու այդտեղ շատ գործ ունենք էլի անելու, թե ոնց որ արագացնելու, ոնց ենք այդ մեր ուզած վիճակին հասնելու, էլի։ Իսկ ումից է այդ արագությունը դանդաղ։ Շատ բազմակողմանի է, սկսած նրանից, որ մեր մասին պետք է անընդհատ խոսալ ու ներկայացնել, այդ հիմնական խնդիրներից մեկն է, հա, որ երբ որ ասենք, չգիտեմ, արտասահմանցու հետ խոսում ես, հարց տվեց ինչ են արտասահմանցիները հայ ստարտափներին կամ մեզ ընդհանրապես վստահում, սովորաբար Հայաստանի մասին լրիվ ուրիշ պատկերացում ունեն, հա, ասենք խոսում են, չգիտեմ, քաղաքականության հասցնում ստեղը մի հատ խմցնում, չէ՞։ Խոսում են ռեգիոնի մասին, համեմատում են Վրաստանի հետ, չգիտեմ, ռեգիոնի այլ երկրների հետ եւ այլ, բայց երբ որ տես նստում խոսում բացատրում ես թե ոնց է զարգացել, ինչ բան ունենք, հա, heritage ունենք, կոպիտ ասած, ինչ հիմք ունենք, այս ամեն ինչը, ինչ ժառանգություն ունենք, ոնց է զարգացել եւ այլն, սա գնում է տեղը, հասկանում են, թե ինչի պիտի Հայաստանը լինի, ոչ թե Վրաստանը օրինակ, էլի, ասենք կամ չգիտեմ, այն մյուս երկրները, ու այդտեղ դրա մասին շատ է պետք խոսալ, հա, ասենք, տես չգիտեմ, բանի պետական մակարդակով, տես անընդհատ պետք է դրանից խոսալ, ու որ դառնա ինքը տեսանելի, էս մի քայլ է, հա, ասենք, հետո տեսանելի դառնալուց հետո խոսալու ենք ինֆրաստրուկտուրայի մասին, խոսալու ենք նույն էլի օրենքների մասին, օրենսդրական դաշտի մասին, հա, այսինքն Հայաստանում կան զոնաներ, որոնք որ համընկնում են, ասենք, նույն այդ ընդունված զոնաներին կամ չգիտեմ, իրավական առումով հարմար են եւ այլն, հա, այսինքն այս լիքը մանր խնդիրներ կա, որ մանր մեծ եւ այլն, հա, ասենք, կապիտալի հարցը, հա, հիմա մենք մեր ֆոնդերը գրանցում ենք Հայաստանում ու այդ մեր համար տենց բան է, էլի keep է, որ հենց հայկական լինի ֆոնդը ու իր ոնց որ մենակ անվանումը չլինի հայկական, ամեն ինչով լինի հայկական։ Այդ ինչա ձեզ տալի։ Այդ մեզ ոնց որ էլի, այդ մեր vision-ին կապվում է նրանով, որ պատկերացրեք, ասենք, չգիտեմ, այն Facebook-ի ներդրողներից մեկը ելներ ասենք ինչ-որ մի հատ հայկական ֆոնդ ու ինչքան հիմա մարդիկ շատ Հայաստանի մասին կիմանային ու կխոսային, հա, օրինակ։ Ու երբ որ նայում են, այս ինչ ֆոնդ է, գալի հասնում են ոնց որ տեսնում են մեր կենտրոնական բանկում գրանցած ինչ-որ ներդրումային ֆոնդ է, ասում են, ոնց է սենց եղել, եկեք մենք է գնանք ուսումնասիրենք, տեսնենք այս ինչա ոնց է եւ այլն, այսինքն ինչ-որ այդ հետաքրքրությունները բերում են գործողությունների, էլի հաջորդական, ու դրա համար ենք տենց անում, էլ չասեմ, որ ուղղակի հարմար է, այդ էլ կարևոր է ասել, որ շատ հարմար յուրիսդիկցիա է, ուղղակի ոչ մեկ չգիտի, որտեվ Հայաստանում չկա capital gains tax, որ դու չես հարկվում այդ շահույթի վրա, որը գեներացվում է։ Ուկուտի գնի հավելաճ։ Գնի, այո։ Գնի հավելաճ։ Չնայած հիմա խոսակցություն կա, չէ, որ ուզում են այդ փոխեն։ Դե հենց ունենա սկսեն հարկել։ Դե անիմաստ կլինի, որովհետև ագին գործ է արվել, որ ոնց որ Կարենը ասում է գրավչություն բարձրացվի այդ առումով։ Հա, գրավչություն կա ու չգիտեմ ինչի ոնց որ շատ չի խոսում դրա մասին, բայց մենք փորձում ենք անընդհատ ստեղ խոսալ։ Դրսից ինչ որ ընկերներ որ նայում են որտեղ ֆոնդ բացեն, միշտ առաջարկում ենք, ասենք չգիտեմ, գնում են Դուբայ, եսիմ եւ այլն, այս ինչ որ հայտնի երկրներ,
թանկ է, երկար է տևում է սա այն է, էլի մեր մոտ ոնց որ այդ ամեն ինչը արագ կարելի է կազմակերպել, իդեալական չի, բայց ոնց որ շատ հարմար է կարելի ասել, էլի։ Այդ առումով որ խնդիրներից խոսացինք, դա էլ ասեմ, ախի իդեալական չի։ Հիմնական մեր ոնց որ խանգարող հանգամանքը բանն է, օրինակ մի հատ ռեգուլյացիա կա, որ 49 ներդրող կարող ունենա Ոչ հրապարակային ֆոնդը, հա, այսինքն private ֆոնդը, այդ անընդհատ փորձում ենք հասկանանք որտեղից է այդ թիվը գալի։ Դա միջազգային պրակտիկա է։ Որոշ չափով։ Ինչ որ սահմանափակում պետք է դնես, բայց ինչի 49 հոգի էլի, ոնց որ ինչի է 50 հոգին համարվում հանրություն, չգիտենք, չենք կարող հասկանանք դրա աղբյուրը։ Այդ մեզ ահագին խանգարում է, որտեվ դրա պատճառով ահագին ներդրողների կորցնում ենք, ինչի, որտեվ ստիպված ենք լինում այդ գինը ավելի բարձր դնենք, հա, որտեղ եթե որոշել ենք $30 միլիոն հավաքենք ու այդ չափի ֆոնդ ունենանք, այդ որ բաժանում ես 49-ի, ահագին մեծ թիվ է։ Իսկ երկրորդ ֆոնդ բացել ոնց որ Դե կամ պետք է տենց ինչ որ անընդհատ ինչ որ ֆոնդեր բացես, որ նույն թիզիսով են աշխատում, այդտեղ էլ ուրիշ խնդիր կա, ոնց որ պորտֆելները իրար կապելու եւ այլն, հա, այսինքն ինչ որ ադմինիստրատիվ անընդհատ ինչ որ բաների մեջ պետք է դնես։ ԿԲ-ի հետ էլ կունենաս որոշակի խնդիրներ։ Այդ առումով բան ասեմ կարողանան ասենք, եթե մարդիկ գիտակցաբար ընդունում են, որ կարա 49 չլինի, դա 99 լինի, էլի ինչու՞մն է։ Ինքը քանի որ միշտ private placement է, այսինքն դու մեկը ոնց որ գնում ես, ես նստում ես, բացատրում ես, խոսում ես եւ այլն, հա, հանրային առաջարկ չես անում։ Այդ առումով ինքը այդ իր հիմնական ռիսկը, որ հանրությանը ռիսկերից պահենք, դրանով լուծվում է, հա։ Ու մի հատ էլ տարբերակ կա լուծելու, որ հիմա փորձում ենք ինչ-որ քննարկումներ սկսենք, այդ սինդիկատներն են, որոնց միջոցով հնարավոր է, ասենք, չգիտեմ, փոքր չեկերով էլի ձևավորել ինչ-որ մի հատ փուլ ու դրանով ոնց որ մասնակցել։ Էլի մեր օրենսդրությունում կան որոշ դեպքեր, որ հնարավոր է սինդիկատներով մասնակցել, բայց ինքը էլի տենց ոնց որ լայն կիրառում չի ստանում, հա, որևէ ձև, որտեվ ոնց որ ցանկացած ներդրումային գործունեություն, եթե ներդրումային ֆոնդ չես, ուրեմն ներդրումային ընկերություն պետք է լինես, հա, ինչ որ sense վիճակ է դառնում, ինչը որ էլի ոնց որ դրսից նայողի աշկերով եթե նայենք, ինքը տարօրինակ վիճակ է, էլի, ասենք ինչի պետք է չկարանանք ոնց որ սինդիկատներով մտնենք, կամ ինչի պետք է հայկական սինդիկատը ինչ որ մի քիչ sense խուճուճ լինի, էլի, ասենք ինչ որ տարբեր բաներից բաղկացած, ոչ թե հասկանալի մի հատ ասենք SPV, special purpose vehicle, որը որ ստեղծվել է կոնկրետ միտեղ ներդրում անելու համար ու ուրիշ ոչ մի նպատակ չունի ինքը, հա, այսինքն ուրիշ ոչ մի գործունեություն չի ծավալում եւ այլն, էլի։ Դրա համար մեր մոտ թելավոր պետք է մի հատ ներդրումային ֆոնդ բացես, էլի։ Իսկ crowdfunding-ի դեպքում չկա այդ խնդիրը։ Crowdfunding-ի դեպքում կա, դրա համար իրանք ներդրումային ընկերություն են։ Հիմա Equify-ը որ ունենք, ինքը ներդրումային ընկերություն է գրանցված, իր ասախ ոնց որ բան։ Հենց այդ ուզում ասել, Samsung-ը դա արել է։ Իսկ ներդրումային ընկերությունը կարա անսահմանափակ ոնց որ Հա, ինքը որպես բաժնետեր է բերում, այլ կապեցնում, հա, ու ինքը ոնց որ անընդհատ տեղաբաշխում է, կոպիտ ասած, տարբեր ընկերություններում էլի այդ գումարը մի կողմից ինվեստորներից վեստում է, որը հանրությունն է այս պարագայում ինքնապարակային, հա, ներդրումային ընկերություն է։ Ներդրումային ընկերություն։ Ոչ թե ֆոնդ է, ներդրումային ընկերություն։ Իսկ բանի տեսանկյունից, մարդկանց տեսանկյունից, հանրության տեսանկյունից էլի ահագին մինչև այսքան կապիտալ կարծեմ 200 միլիոն է տարեկան, որ կարա ընկերությունը ոնց որ այդքան ներգրավի crowdfunding-ի միջոցով, էլի։ Ինչը ահագին մեծ թիվ է, էլի այդ առումով, բայց 200 միլիոն դրամ պետք է ունենաս հիմնա հա, կանոնադրական կապիտալ։ Չէ, այդ որպես ներդրումային ընկերություն։ Հա, դրա մասին խոսքը։ Ես ասում էի այն մյուս կողմը, ոնց որ crowdfunding անող ընկերությունները ինչքան կարան ներգրավեն, իսկ ներդրումային ընկերությունը գրանցելը դա ինքը առանձին պատմություն է, այսինքն էլի որոշակի կանոններով, իր այդ կապիտալի requirement-ներով եւ այլն, որը որ բան է, էլի, տենց փոքր ներդրման համար դրա մեջ չես տաթախվի, էլի, հաստատ, ասենք, չգիտեմ, $500,000 ուզում ամ եկը ներդրի ինչ-որ ֆոնդում չես մտնի, էլի դրա մեջ։ Տենց Հետա։ Բայց ընդհանուր բացի այդ կարելի ասել բան է, շատ լավ միջավայր է։ Մենք մեզ շատ լավ ենք զգում կոպիտ ասած էլ, ես միջավայր։ Դու էլ քո գործը գործ չես համարում, չէ՞։ Կարելի ասել, հա, կարելի ասել, որ հարցնում եմ, տղայիս ասում եմ, գիտես, ես ինչ եմ աշխատում, ասում եմ, բան, միտինգների ու քոլերի ես գնում։
Բայց այս վերջերս տենց բան ենք արել, իրար հետ ոնց որ sync ենք եղել ֆոնդը, ինչա ստարտափները ինչ են բան եւ այլն, էլի տենց սկսել ավելի լավ պատկերացնել։ Աբաս մի անգամ ասեց մենք ու ջայլ ենք, ասում ենք ուտել խմելու ենք գնում, դուք սա որ հանդիպում, հիմա դուք ոնց որ հանդիպումն ուտել խմելու իրար հետ բան եք արել։ Այդ կմբայն ենք արել, միավորել ենք, տենց բան ունենք, ոնց որ տես նախընտրելի վայր ունենք, որտեղ ենք միշտ անում այդ Այդ հանդիպումները։ կաֆե ունեիք, չէ՞։ Քլնգում էիք ինչ։ Կաֆե ունեինք, Unicorn կաֆեն, որը որ բան է, էլ չունենք, փակեցինք։ Այդ մի հատ տենց կատակ կա, որ տարբերությունը որն է, ոնց որ venture-ային ֆոնդի ու կաֆեի, կաֆեն միանգամից գիտես որ fail ես արել, venture-ային ֆոնդը Ժամանակ է տևում, մինչև այդ իմանում ես։ Ու իրոք տենց է, որ եթե չես զբաղվում, ոնց որ ինքը fail է արնելու, էլի այդ առումով, մենք էլ ավելի լավ ոնց որ այս մյուս գործով ենք զբաղվում, քան թե կաֆե բան կառավարելով, դրա համար փակեցինք, հիմա դառավ մեր գրասենյակը ուղղակի այդ նույն տարածքը։ Կարանի մոտ է կաֆեն է ստացվում։ Հա։ Round Zero-ի։ Տենց, բայց իրա մոտ լավ է ստացվում, որովհետև ինքը կոնկրետ զբաղվում է, էլի։ Հա։ Տենց։ Ասում եմ, ես վարկ չեմ տալիս, բանկս է բուժկա չի ծախում։ Այո։ Դա։ Լավ, դու հարց ունես, դու շատ դինամիկ կարակ զրույց Շատ, մի հատ տենց նույնիսկ փոքր պաուզա չկար։ Դե Կարենը մասնագիտացած դրա վրա։ Կարեն ջան, շատ շնորհակալություն, շատ հետաքրքիր է, ինչ որ անում եք, շատ կարծում եմ նաև օգտակար է։ Ձեզ մերսի։ Շարունակեք, ձեզ լիքը հաջողություն, արգելի ունկնդիրներ, թե հավանում եք ինչ որ անում ենք, բաժանորդագրվեք, լայք սեղմեք եւ կհանդիպենք հաջորդ հանդիպումներին։ Շնորհակալություն։